Երբ 1999 թվականի դեկտեմբերին բանակը մտավ Չաուշեսկուի պալատ, նրանք գտան մի բան, որը երբեք չպետք է գոյություն ունենար։ Վիդեո ձայնագրություններ դիկտատորի վերջին ժամերից, անձնական զրույցներ Էլենայի հետ եւ էվակուացիայի այնպիսի գաղտնի պլաններ, որ նույնիսկ Սեկուրիտատեի բարձրաստիճան սպաները չգիտեին դրանց մասին։ Բայց անմիջապես դեկտեմբերի 25-ից հետո այդ ապացույցները անհետացան առանց որևէ հետքի։ Ով վերցրեց դրանք։ Եվ ավելի կարևոր, ինչ էին թաքցնում այդ ձայնագրությունները։ Բայց եթե մենք խոսենք ոչ թե Ռումինիայի, այլ Հայաստանի մասին, ապա պատմությունը դառնում է ավելի մոտիկ, ավելի անհանգիստ, ավելի անհասկանալի։ Երբ երկրի ամենահզոր մարդը մեկնում է այս աշխարհից, միշտ մնում են հարցեր։ Եվ երբ այդ մարդը տասնամյակներ շարունակ եղել է իշխանության կենտրոնում, երբ նրա անունը հնչել է յուրաքանչյուր քաղաքական որոշման հետ, երբ նրա ձայնը եղել է վերջնական, հարցերը դառնում են ավելի շատ, քան պատասխանները։ Գալուստ Սահակյանի անունը Հայաստանում հնչում էր 22 տարի շարունակ։ Ազգային ժողովի падգամավոր 1995-ից մինչև 2017 թվականը։ Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ազգային ժողովի նախագահ 2014-ից մինչև 2017 թվականը։ Նրա կենսագրությունը կարդալիս թվում է, թե ամեն ինչ պարզ է՝ ուսուցիչ, վարչական աշխատող, քաղաքական գործիչ։ Բայց նրանք, ովքեր տեսել են նրան առանց խոսափողների եւ պաշտոնական ելույթների, պատմում են այլ պատմություն։ Պատմություն, որը երբեք չի հնչել հեռուստատեսային էկրաններից։ Պատմություն, որը գիտեին միայն նրանք, ովքեր նստել են նրա մեքենայի հետևի նստատեղում, ովքեր սպասել են դռների մոտ, երբ նա խոսում էր հեռախոսով այնպիսի ձայնով, որը երբեք չէր հնչում հանրային տարածքում։ Պատկերացրեք, որ դուք վարորդ եք։ Ոչ թե պարզապես վարորդ, այլ այն մարդը, ով ամեն առավոտ 10 տարի շարունակ վերցնում է երկրի ամենահզոր մարդուն նրա տնից եւ տանում դեպի իշխանության սրահներ։ Դուք լսում եք զրույցները, որոնք ոչ ոք չպետք է լսեր։ Դուք տեսնում եք դեմքը, որը ոչ ոք չպետք է տեսներ։ Դուք գիտեք, թե ինչպես է փոխվում ձայնը, երբ հեռախոսը զանգում է գիշերվա 2-ին։ Դուք հասկանում եք, թե ինչ է նշանակում լռում լռությունը, երբ մեքենան անցնում է քաղաքի փողոցներով, եւ նա նայում է պատուհանից դուրս այնպես, կարծես փնտրում է մի բան, որը երբեք չի գտնի։ Եվ դուք պահում եք այդ գաղտնիքները, որովհետև գիտեք, որոշ բաներ ասելը կարող է արժանալ ավելի շատ, քան պարզապես աշխատանքը կորցնելը։ 1948 թվականի ապրիլի 8-ին Երևանում ծնվեց տղա, որին անվանեցին Գալուստ։ Նրա ծնողները չէին կարող պատկերացնել, որ այդ երեխան մի օր կդառնա մարդ, որի անունը կհնչի յուրաքանչյուր քաղաքական քննարկման ժամանակ։ Նա սովորեց Երևանի պետական համալսարանում 1966-ից մինչև 1971 թվականը։ Աշխատեց Մետաքսի կոմբինատում, ապա դարձավ ուսուցիչ։ 19 տարի նա աշխատեց Երևանի տարբեր դպրոցներում՝ 30-րդ, 94-րդ, 153-րդ, 3-րդ, 185-րդ։ Նրա աշակերտները հիշում են նրան որպես խիստ, բայց արդար ուսուցիչ։ Բայց արդյոք դա էր իրականությունը, թե պարզապես այն դիմակը, որը նա կրում էր, մինչև իշխանությունը դառնար հասանելի։ 1991 թվականից նա անցավ վարչական աշխատանքի, Մաշտոցի շրջանի ղեկավարության մեջ, եւ հենց այստեղ սկսվեց իրական վերելքը։ 1995 թվականին նա դարձավ ազգային ժողովի падգամավոր, եւ այդ պահից սկսած նրա անունը երբեք չհեռացավ քաղաքական ասպարեզից 22 տարի շարունակ։ Բայց ինչպես է հնարավոր, որ մի մարդ այդքան երկար մնա իշխանության գագաթին երկրում, որտեղ քաղաքական լանդշաֆտը փոխվում է ամեն քանի տարին մեկ։ Ինչ գիտեր նա, ինչ չգիտեին մյուսները։ Ինչ կապեր ուներ նա, որոնք թույլ էին տալիս նրան մնալ անդորրելի։ Նրա վարորդը, որը աշխատել է նրա մոտ 2005 թվականից մինչև 2015 թվականը, պատմում է մի պատմություն, որը երբեք չի հրապարակվել։ Մեքենայի մեջ նա լրիվ ուրիշ մարդ էր, ասում է նա, ձայնը դեռ դողում է 10 տարի անց։ Երբ մենք լքում էինք ազգային ժողովը եւ դռները փակվում էին մեր հետևում, նա հանում էր իր պաշտոնական դիմակը։ Նա խոսում էր հեռախոսով այնպիսի ձայնով, որը ես երբեք չէի լսել նրա հանրային ելույթներում։ Նա ասում էր բաներ, որոնք ես չէի հասկանում, բայց զգում էի, որ դրանք կարևոր են։ Նա հաճախ լռում էր երկար ժամանակ, նայում էր պատուհանից դուրս, եւ ես տեսնում էի նրա դեմքը հետևից նայող հայելու մեջ։ Դա դեմք չէր, որը տեսնում էին հեռուստատեսությունում։ Դա դեմք էր, որը կրում էր ծանրություն, որը ոչ ոք չէր տեսնում։ Ինչ էր այդ ծանրությունը։ Ինչ գիտեր նա, որը նրան չէր թողնում հանգիստ, նույնիսկ մեքենայի մեջ, երբ կարծես պետք է հանգստանար։ Վարորդը շարունակում է. Կային գիշերներ, երբ նա զանգահարում էր ինձ ժամը 2-ին, 3-ին։ Ասում էր. «Արի, պետք է գնանք ինչ-որ տեղ»։ Ես չէի հարցնում ուր, պարզապես վերցնում էի մեքենան եւ գնում նրա տուն։
Նա դուրս էր գալիս լուրջ, լարված, եւ մենք վարում էինք քաղաքով, առանց որևէ նպատակի։ Պարզապես վարում էինք։ Նա չէր խոսում, ես չէի հարցնում։ Երբեմն մենք կանգ էինք առնում ինչ-որ տան դիմաց, նա նայում էր պատուհաններին, ապա ասում էր՝ գնանք։ Ես երբեք չեմ իմացել, թե ինչու էինք այնտեղ, բայց զգում էի, որ նա փնտրում էր մի բան։ Կամ թերևս փախչում էր ինչ-որ բանից։ 2007 թվականին Գալուստ Սահակյանը դարձավ Հանրապետական կուսակցության փոխնախագահ։ Դա էր պահը, երբ նրա իշխանությունը դարձավ ոչ միայն պաշտոնական, այլև կառուցվածքային։ Նա այլևս ոչ միայն падգամավոր էր, այլև մարդ, ով որոշում էր, թե ով կլինի падգամավոր։ Նրա խոսքը դարձավ օրենք կուսակցության ներսում։ Եվ հենց այստեղից սկսվեցին այն պատմությունները, որոնք մարդիկ փսփսում էին միմյանց ականջին, բայց երբեք բարձր ձայնով չէին ասում։ Պատմություններ այն մասին, թե ինչպես էր նա վարվում իր թիկնապահների հետ, երբ կարծում էր, որ ոչ ոք չի լսում։ Պատմություններ այն մասին, թե ինչպիսի զանգեր էր նա ստանում գիշերվա մեջ եւ ինչպես էր փոխվում նրա դեմքը այդ զանգերից հետո։ Նրա անձնական թիկնապահներից մեկը, որը աշխատել է նրա մոտ 2010 թվականից մինչև 2016 թվականը, համաձայնվել է խոսել առաջին անգամ 6 տարի անց։ Նա պահանջել է չհրապարակել իր անունը, բայց նրա պատմությունը բացում է մի աշխարհ, որը մենք երբեք չենք տեսել։ Մարդիկ կարծում են, որ իշխանությունը նշանակում է ուժ, ասում է նա։ Բայց ես տեսել եմ, թե ինչպես է իշխանությունը դառնում բեռ։ Ես տեսել եմ, թե ինչպես է մի մարդ, որը կարող էր մի խոսքով փոխել օրենքներ, գիշերները քայլում տան մեջ եւ չկարողանում քնել։ Ես լսել եմ նրա զրույցները հեռախոսով, երբ նա կարծում էր, որ ես չեմ լսում։ Նա խոսում էր մարդկանց հետ, որոնց անուններն ես չգիտեի, բայց զգում էի, որ դրանք մարդիկ են, ովքեր ունեն իրական իշխանություն։ Իշխանություն, որը ավելի մեծ է, քան պաշտոնական պաշտոնները։ Ո՞վ էին այդ մարդիկ։ Ինչպիսի զրույցներ էին դրանք, որոնք չէին կարող սպասել մինչև առավոտ։ Ինչու էր Գալուստ Սահակյանը, մարդ, որը հանրության առջև միշտ հանդես էր գալիս վստահ եւ անդորելի, գիշերները քայլում տան մեջ, չկարողանում քնել։ Թիկնապահը շարունակում է. Կային օրեր, երբ նա վերադառնում էր ազգային ժողովից, եւ ես տեսնում էի նրա աչքերում մի բան, որը նման էր վախի։ Ոչ թե վախ ֆիզիկական վտանգից, այլ վախ ինչ-որ բանից, որը ավելի խորն էր։ Նա մտնում էր իր աշխատասենյակ եւ փակում դուռը։ Երբեմն ես լսում էի, թե ինչպես է նա խոսում ինքն իր հետ։ Ոչ թե բարձր ձայնով, այլ փսփսում։ Կարծես փորձում է չուներ համոզել ինքն իրեն ինչ-որ բանում։ 2014 թվականի ապրիլի 29-ը Գալուստ Սահակյանը դարձավ ազգային ժողովի նախագահ։ Դա էր նրա կարիերայի գագաթնակետը։ Նա այժմ երրորդ անձն էր պետության մեջ, նախագահից եւ վարչապետից հետո։ Նրա ստորագրությունը էր պետք յուրաքանչյուր օրենքի համար։ Նրա թույլտվությունը էր պետք յուրաքանչյուր կարևոր քննարկման համար։ Բայց նրանք, ովքեր տեսել են նրան այդ օրերին, ասում են, որ նա չէր տոնում։ Նա ընդունեց պաշտոնը լուրջ դեմքով, առանց ժպիտի, առանց այն ուրախության, որը սպասվում էր այդպիսի պահին։ Կարծես նա գիտեր մի բան, որը մյուսները չգիտեին։ Կարծես նա տեսնում էր ապագան, որը մյուսները չէին տեսնում։ Վարորդը հիշում է այդ օր։ Երբ մենք վերադառնում էինք տուն այդ երեկո, նա նստած էր հետևի նստատեղում եւ լռում էր։ Ես սպասում էի, որ նա ինչ-որ բան ասի, որ նա գոնե ժպտա, բայց նա պարզապես նայում էր պատուհանից դուրս։ Երբ մենք հասանք տուն, նա դուրս եկավ մեքենայից, կանգ առավ մի վայրկյան, նայեց երկնքին, ապա ասաց. «Գիտես, երբեմն ամենաբարձր պաշտոնը նշանակում է ամենախորը ընկնել»։ Ես չհասկացա, թե ինչ նկատի ուներ նա, բայց այդ խոսքերը երբեք չեմ մոռացել։ Ինչ նկատի ուներ նա։ Ինչու էր մարդ, որը հենց նոր հասել էր իշխանության գագաթին, խոսում այդպես։ Արդյոք նա գիտեր, որ այդ գագաթնակետը նաև կլինի սկիզբը վերջի։ Արդյոք նա զգում էր, որ ինչ-որ բան փոխվում է, որ հողը սկսում է սողալ նրա ոտքերի տակ։ Թիկնապահը պատմում է. Այդ օրից հետո նա դարձավ ավելի փակ։ Նա ավելի քիչ էր խոսում մարդկանց հետ, ավելի շատ ժամանակ էր անցկացնում իր աշխատասենյակում։ Կային օրեր, երբ նա չէր ուզում տեսնել ոչ ոքի, նույնիսկ իր ամենամոտ խորհրդականներին։ Նա նստում էր իր աշխատասենյակում ժամերով եւ կարդում փաստաթղթեր, բայց ես տեսնում էի, որ նա իրականում չէր կարդում։ Նա պարզապես նայում էր թղթերին, բայց նրա մտքերը ուրիշ տեղ էին։ Ուր էին նրա մտքերը։ Ինչ էր նա մտածում այդ երկար ժամերին, երբ նստում էր իր աշխատասենյակում եւ ձևացնում էր, որ աշխատում է։ Արդյոք նա վախենում էր ինչ-որ բանից։ Արդյոք նա գիտեր, որ ինչ-որ մեկը նրան դիտում է, որ ինչ-որ մեկը սպասում է սխալի, որ ինչ-որ մեկը պատրաստվում է հարվածել։ Վարորդը ասում է. Կար մի օր, երբ մենք վարում էինք դեպի ազգային ժողով, եւ նա հանկարծ ասաց. «Կանգնեցրու մեքենան»։ Ես կանգնեցրի, եւ նա դուրս եկավ։
Մենք էինք քաղաքի կենտրոնում, մարդիկ էին անցնում կողքով, բայց նա պարզապես կանգնած էր եւ նայում էր շենքերին։ Ես չգիտեի թե ինչ անեմ, ուստի պարզապես սպասեցի։ 5 րոպե անց նա վերադարձավ մեքենա եւ ասաց. «Գնանք»։ Ես հարցրի. «Ամեն ինչ լավ է»։ Նա ասաց. «Այո, պարզապես ուզում էի հիշել, թե ինչպիսին է քաղաքը, երբ դու չես վախենում»։ Ինչից էր նա վախենում։ Ո՞վ էր այն մարդը կամ այն ուժը, որը կարող էր վախեցնել մարդուն, ով տասնամյակներ շարունակ եղել էր իշխանության կենտրոնում։ Թիկնապահը շարունակում է. 2015 թվականից սկսած ես նկատեցի, որ նա սկսեց ստանալ զանգեր, որոնք նրան շատ էին անհանգստացնում։ Երբ այդ զանգերը գալիս էին, նա դուրս էր գալիս սենյակից, որպեսզի ոչ ոք չլսի, բայց ես լսում էի նրա ձայնի տոնը։ Դա ձայն չէր, որը ես լսել էի նախկինում։ Դա ձայն էր, որը փորձում էր պաշտպանվել, բացատրել, համոզել։ Երբ նա վերադառնում էր, նրա դեմքը գունատ էր։ Նա նստում էր եւ լռում երկար ժամանակ։ Ո՞վ էր զանգը արում նրան։ Ինչ էին ասում նրան այդ զանգերում, որ նա դառնում էր այդպես։ Արդյոք դրանք զանգեր էին իշխանության ավելի բարձր մակարդակներից։ Արդյոք դրանք զանգեր էին մարդկանցից, ովքեր ունեին տեղեկություններ, որոնք կարող էին վնասել նրան։ Արդյոք դրանք զանգեր էին մարդկանցից, ովքեր պահանջում էին ինչ-որ բան, որը նա չէր կարող տալ։ Վարորդը ասում է. «Մի անգամ, երբ մենք վարում էինք գիշերվա մեջ, նա ասաց ինձ. «Գիտես, ամենավատ բանը իշխանության մեջ չէ, որ մարդիկ ատում են քեզ։ Ամենավատ բանը, որ մարդիկ, ում դու կարծում էիր մեիր, որ քո ընկերներն են, սկսում են նայել քեզ այլ կերպ։ Եվ դու հասկանում ես, որ երբեք ընկերներ չես ունեցել, միայն դաշնակիցներ, ովքեր սպասում են ճիշտ պահին»։ Ո՞վ էին այդ դաշնակիցները, ովքեր սպասում էին ճիշտ պահին։ Ինչ էր այդ ճիշտ պահը, որին նրանք սպասում էին։ Արդյոք Գալուստ Սահակյանը զգում էր, որ այդ պահը մոտենում է։ Արդյոք նա տեսնում էր, թե ինչպես են նրա դաշնակիցները դանդաղորեն հեռանում նրանից, թե ինչպես են նրանք սկսում խոսել ավելի քիչ նրա հետ, թե ինչպես են նրանք սկսում խուսափել նրա հայացքից։ Թիկնապահը պատմում է. 2016 թվականին ես նկատեցի, որ նրա շուրջը մարդիկ սկսեցին փոխվել։ Մարդիկ, ովքեր նախկինում միշտ էին նրա կողքին, սկսեցին գալ ավելի հազվադեպ։ Հանդիպումները դարձան ավելի կարճ, զրույցները դարձան ավելի պաշտոնական։ Եվ ես տեսնում էի, թե ինչպես է նա նկատում այս ամենը։ Նա չէր ասում ոչինչ, բայց նրա աչքերը ասում էին ամեն ինչ։ 2017 թվականի մայիսի 18-ին Գալուստ Սահակյանը հեռացավ ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Պաշտոնական տարբերակով նա ինքը որոշեց հեռանալ։ Բայց նրանք, ովքեր տեսել են նրան այդ օրերին, ասում են, որ դա որոշում չէր։ Դա ճանապարհի վերջն էր, որը սկսվել է շատ ավելի վաղ։ Վարորդը հիշում է վերջին օրը։ Երբ նա դուրս եկավ ազգային ժողովից վերջին անգամ որպես նախագահ, նա չնայեց հետ։ Նա պարզապես նստեց մեքենայի մեջ եւ ասաց. «Տուն»։ Ամբողջ ճանապարհին նա լռեց։ Երբ մենք հասանք, նա դուրս եկավ, կանգ առավ մի վայրկյան, ապա ասաց. «Շնորհակալություն այս բոլոր տարիների համար։ Դու տեսար ինձ այնպիսին, ինչպիսին ոչ ոք չտեսավ։ Եվ դու պահեցիր լռությունը։ Դա ավելի արժեքավոր է, քան ցանկացած գումար։ Դա վերջին անգամն էր, երբ ես տեսա նրան»։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ Գալուստ Սահակյանը շարունակեց ապրել Երևանում, շարունակեց լինել հանրապետական կուսակցության փոխնախագահ, բայց նա այլևս չէր այն մարդը, ով եղել էր։ Մարդիկ, ովքեր տեսնում էին նրան փողոցում, ասում են, որ նա դարձել էր ավելի լուռ, ավելի փակ, ավելի հեռավոր։ Կարծես նա ապրում էր ուրիշ աշխարհում, որտեղ անցյալը ավելի իրական էր, քան ներկան։ Թիկնապահը, որը այլևս չէր աշխատում նրա մոտ, բայց երբեմն տեսնում էր նրան հեռվից, ասում է. «Ես տեսնում էի նրան երբեմն քաղաքում։ Նա քայլում էր միայնակ, առանց թիկնապահների, առանց վարվարորդի։ Պարզապես մի ծեր մարդ, ով քայլում էր փողոցներով։ Բայց նրա աչքերում դեռ կար այն հայացքը, որը ես հիշում էի։ Հայացք, որը փնտրում էր ինչ-որ բան, որը երբեք չէր գտնի։ Ինչ էր նա փնտրում այդ վերջին տարիներին։ Արդյոք նա փնտրում էր պատասխաններ հարցերի, որոնք տանջել էին նրան իշխանության տարիներին։ Արդյոք նա փնտրում էր հաշտություն իր անցյալի հետ։ Արդյոք նա փնտրում էր ներում մարդկանցից, ում նա վնասել էր իր ճանապարհին դեպի գագաթ։ Մենք երբեք չենք իմանա, որովհետև նա երբեք չխոսեց այդ մասին։ Նա տարավ իր գաղտնիքները իր հետ, երբ հեռացավ այս աշխարհից 2022 թվականի դեկտեմբերի 18-ին։ Բայց նրանք, ովքեր տեսել են նրան առանց դիմակի, ովքեր լսել են նրա ձայնը, երբ նա կարծում էր, որ ոչ ոք չի լսում, ովքեր եղել են նրա կողքին, եղել են նրա կողքին այն պահերին, երբ նա եղել է ամենաթույլը,
Նրանք պահպանում են պատմություններ, որոնք փոխում են այն պատկերը, որը մենք ունենք այս մարդու մասին։ Վարորդը ասում է. Մարդիկ կարծում են, որ նրանք գիտեն, թե ով էր Գալուստ Սահակյանը, բայց նրանք տեսել են միայն այն, ինչ նա ցույց էր տալիս։ Ես տեսել եմ այն, ինչ նա թաքցնում էր։ Եվ կարող եմ ասել, որ իրական մարդը շատ ավելի բարդ էր, քան այն պատկերը, որը մենք տեսնում էինք հեռուստատեսությունում։ Արդյոք մենք երբևէ կիմանանք ամբողջ ճշմարտությունը այս մարդու մասին։ Արդյոք կան դեռ մարդիկ, ովքեր պահպանում են գաղտնիքներ, որոնք կարող են փոխել մեր պատկերացումները։ Արդյոք կան փաստաթղթեր, որոնք դեռ չեն հրապարակվել, զրույցներ, որոնք դեռ չեն ձայնագրվել, պատմություններ, որոնք դեռ չեն պատմվել։ Եվ ամենակարևորը, արդյոք մենք պատրաստ ենք լսել այդ ճշմարտությունը, երբ այն վերջապես հրապարակվի։ Մինչև վերջին պահը ես հավատացի, որ մենք կփրկվենք, ասում է նախկին սպա Գալուստ Սահակյանի անձնական պահակազորից, ձեռքերը դեռ դողում են 35 տարի անց։ Ինչ գիտեր այս մարդը, ինչ մենք չգիտենք։ Այս երեկո 3 նախկին անդամներ Սահակյանի ներքի շրջանակից խոսում են առաջին անգամ այն գաղտնիքների մասին, որոնք պահել են տասնամյակներ շարունակ։ Նրանց բացահայտումները կփոխեն այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք վերջին օրերի մասին, երբ իշխանությունը դեռ թվում էր անդորրելի, բայց ներսից արդեն փլատակների էր վերածվում։ Այս մարդիկ տեսել են փաստաթղթեր, որոնք այրվել են, լսել են զրույցներ, որոնք երբեք չպետք է հնչեին, եւ եղել են ականատես այն պահերի, երբ ամենահզոր մարդը երկրում դառնում էր ամենախոցելին։ 2016 թվականի աշնանը, երբ քաղաքական լանդշաֆտը սկսեց փոխվել այնպես, որ շատերը դեռ չէին նկատում, Սահակյանի մոտակա օղակի մեջ սկսեցին տեղի ունենալ հանդիպումներ, որոնք չէին արձանագրվում ոչ մի պաշտոնական օրակարգում։ Նախկին խորհրդականներից մեկը, որը պահանջել է մնալ անանուն, պատմում է այն մասին, ինչ տեղի էր ունենում փակ դռների հետևում։ Նա հիշում է մի հանդիպում, որը տեղի ունեցավ ուշ երեկոյան, երբ ազգային ժողովի շենքը արդեն դատարկ էր, եւ միայն անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ էին մնացել իրենց պաշտոններում։ Սահակյանը նստած էր իր աշխատասենյակում, եւ նրա դեմքը, որը սովորաբար պահպանում էր անդորելի արտահայտություն, այդ երեկո ցույց էր տալիս ինչ-որ այլ բան։ Խորհրդականը նկարագրում է այդ պահը այնպես, կարծես այն դեռ տեղի է ունենում նրա աչքերի առջև։ Նա ասաց մեզ, որ ժամանակները փոխվում են, եւ մենք պետք է պատրաստ լինենք փոփոխությունների, շարունակում է խորհրդականը, ձայնը դեռ լի անորոշությամբ։ Բայց այն ձևը, որով նա ասաց դա, ստիպեց մեզ հասկանալ, որ խոսքը ոչ թե սովորական քաղաքական փոփոխությունների մասին էր։ Նա խոսում էր այնպես, կարծես գիտեր, որ ինչ-որ բան անխուսափելի է, ինչ-որ բան, որը նա չէր կարող կանխել, անկախ իր պաշտոնից կամ ազդեցությունից։ Մենք նստած էինք այնտեղ, 5 հոգի, ովքեր տարիներ շարունակ եղել էինք նրա ամենամոտ մարդիկը, եւ յուրաքանչյուրս զգում էինք, որ այդ սենյակում ինչ-որ բան փոխվել է անդառնալիորեն։ Օդը դարձել էր ծանր, ոչ թե ֆիզիկական իմաստով, այլ այնպես, ինչպես օդը ծանրանում է փոթորկից առաջ, երբ դու գիտես, որ ինչ-որ բան մեծ պատրաստվում է տեղի ունենալ, բայց դեռ չես տեսնում դրա ուրվագիծը։ Խորհրդականը հիշում է, թե ինչպես Սահակյանը վերցրեց մի թուղթ իր սեղանից եւ սկսեց կարդալ անուններ։ Դրանք անուններ էին մարդկանց, ում նրանք բոլորը ճանաչում էին, գործընկերներ, դաշնակիցներ, մարդիկ, ում հետ նրանք աշխատել էին տարիներ շարունակ։ Բայց այն ձևը, որով Սահակյանը արտասանում էր այդ անունները, ստիպեց նրանց հասկանալ, որ ինչ-որ բան փոխվել էր այդ հարաբերություններում։ Նա չէր բացատրում, թե ինչու է կարդում այդ անունները, երբ բայց նրանք բոլորը զգացին, որ դա ցուցակ էր մարդկանց, ում նա այլևս չէր վստահում, կամ ավելի վատ, մարդկանց, ում նա վախենում էր։ Խորհրդականը ասում է, որ այդ պահից սկսած նա սկսեց նկատել, թե ինչպես Սահակյանը դարձավ ավելի զգույշ իր խոսքերում, ավելի հաշվարկված իր գործողություններում, ավելի մեկուսացած իր որոշումներում։ Կար մի պահ, երբ նա դադարեցրեց կարդալը եւ նայեց մեզ, շարունակում է խորհրդականը։ Նրա աչքերը, որոնք սովորաբար լի էին վստահությամբ, այդ պահին ցույց էին տալիս ինչ-որ այլ բան։ Ոչ թե վախ, այլ ինչ-որ բան, որը նման էր հիասթափության կամ թերևս հանձնվելու զգացմանը։ Նա ասաց. «Դուք գիտեք, թե ինչ է ամենավատ բանը քաղաքականության մեջ։ Ոչ թե այն, որ քեզ հակառակորդները փորձում են քեզ տապալել, այլ այն, որ քո սեփական մարդիկը, մարդիկ, ում դու վստահել ես, ում դու բարձրացրել ես, սկսում են նայել քեզ այլ կերպ։ Եվ դու հասկանում ես, որ խաղի կանոնները փոխվել են, բայց ոչ ոք քեզ չի ասել նոր կանոնները։ Մենք լռեցինք, որովհետև չգիտեինք, թե ինչ պատասխանել։ Ինչ կարող էինք ասել մարդուն, ով տասնամյակներ շարունակ եղել էր իշխանության կենտրոնում եւ հիմա զգում էր, որ այդ կենտրոնը սողում է նրանից հեռու։ Այդ ժամանակ սկսեցին հայտնվել նշաններ, որոնք ցույց էին տալիս, որ Սահակյանի դիրքը դառնում էր ավելի խոցելի։ Հանդիպումներ, որոնք նախկինում անպայման ներառում էին նրան, այժմ տեղի էին ունենում առանց նրա ներկայության։
Որոշումներ, որոնք նախկինում պահանջում էին նրա հաստատումը, այժմ կայացվում էին առանց նրան խորհրդակցելու։ Զանգեր, որոնք նախկինում պատասխանվում էին անմիջապես, այժմ մնում էին անպատասխան ժամերով։ Խորհրդականը հիշում է, թե ինչպես Սահակյանը փորձում էր պահպանել իր արտաքին հանգստությունը, բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան լավ, տեսնում էին փոքր նշաններ, որոնք ցույց էին տալիս, որ ներսից նա պայքարում էր իրավիճակի հետ, որը դուրս էր գալիս նրա վերահսկողությունից։ Նա սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել իր աշխատասենյակում, դռները փակ, հեռախոսը անջատած, ասում է խորհրդականը։ Երբեմն մենք լսում էինք, թե ինչպես է նա խոսում ինքնիդ հետ, ոչ թե բարձր ձայնով, այլ փսփսում, կարծես փորձում էր լուծել մի հանելուկ, որի պատասխանը չէր կարող գտնել։ Կային օրեր, երբ նա չէր ուզում տեսնել ոչ ոքի, նույնիսկ մեզ, ում նա վստահում էր ամենաշատը։ Մենք սպասում էինք դռների մոտ, եւ երբեմն ժամերով նա չէր դուրս գալիս։ Երբ վերջապես դուրս էր գալիս, նրա դեմքը ցույց էր տալիս հոգնածություն, որը ոչ թե ֆիզիկական էր, այլ ավելի խորը, այն տեսակի հոգնածություն, որը գալիս է, երբ դու պայքարում ես ինչ-որ բանի դեմ, որը չես կարող տեսնել, բայց զգում ես դրա ներկայությունը ամենուր։ 2016 թվականի ձմռանը իրավիճակը դարձավ ավելի լարված։ Խորհրդականը հիշում է մի դեպք, որը տեղի ունեցավ հունվարի սառը երեկոյան, երբ Սահակյանը ստացավ զանգ, որը ակնհայտորեն շատ անհանգստացրեց նրան։ Նա վերցրեց հեռախոսը, լսեց մի քանի վայրկյան, ապա առանց ասելու ոչինչ, անջատեց։ Նրա դեմքը, որը մի վայրկյան առաջ եղել էր հանգիստ, հանկարծ դարձավ լարված։ Նա կանգնեց, մոտեցավ պատուհանին եւ նայեց դուրս երկար ժամանակ։ Խորհրդականը, որը այդ պահին էր սենյակում, չհարցրեց ոչինչ, որովհետև հասկացավ, որ Սահակյանը չէր ուզում խոսել այդ մասին։ Բայց նա տեսավ, թե ինչպես Սահակյանի ձեռքերը թեթևակի դողում էին, երբ նա դրեց դրանք պատուհանի շրջանակին։ Ո՞վ էր զանգահարել նրան այդ երեկո։ Ինչ էին ասել նրան, որ նա դարձավ այդպես։ Խորհրդականը ասում է, որ նա երբեք չիմացավ այդ զանգի բովանդակությունը, բայց այդ պահից սկսած Սահակյանը դարձավ ավելի փակ, ավելի զգույշ, ավելի անվստահ։ Նա սկսեց ստուգել, թե ով է սենյակում, նախքան կարևոր զրույցներ սկսելը։ Նա սկսեց խոսել ավելի ցածր ձայնով, կարծես վախենում էր, որ ինչ-որ մեկը կարող է լսել։ Նա սկսեց փոխել իր ճանապարհները դեպի տուն, կարծես վախենում էր, որ ինչ-որ մեկը կարող է հետևել նրան։ Այս ամենը փոքր նշաններ էին, բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան լավ, տեսնում էին, որ ինչ-որ բան հիմնովին փոխվել էր նրա վարքագծում։ Մարտի սկզբին տեղի ունեցավ դեպք, որը ցույց տվեց, թե որքան լարված էր դարձել իրավիճակը, շարունակում է խորհրդականը։ Սահակյանը պետք է մասնակցեր մի կարևոր հանդիպման, որը պլանավորված էր շաբաթներ առաջ։ Բայց հանդիպումից մի քանի ժամ առաջ նա հանկարծ հայտարարեց, որ չի կարող գալ։ Նա չտվեց որևէ բացատրություն, պարզապես ասաց, որ ինչ-որ անհետաձգելի գործ է ծագել։ Մենք բոլորս զարմացանք, որովհետև Սահակյանը երբեք չէր չեղարկում կարևոր հանդիպումներ առանց լուրջ պատճառի։ Ավելի ուշ մենք իմացանք, որ նա ստացել էր տեղեկություն, որ այդ հանդիպման ժամանակ պլանավորվում էր ինչ-որ բան, որը կարող էր վնասել նրան։ Թե ինչ էր այդ պլանավորվող բանը, մենք երբեք չիմացանք, բայց այդ դեպքը ցույց տվեց, որ Սահակյանը սկսել էր ապրել մշտական զգոնության մեջ։ Ապրիլին, երբ քաղաքական իրավիճակը դարձավ ավելի անկայուն, Սահակյանի վարքագիծը դարձավ ավելի անկանխատեսելի։ Խորհրդականը հիշում է, թե ինչպես նա սկսեց կատարել գործողություններ, որոնք թվում էին անդրամաբանական, նրանց, ովքեր չէին տեսնում ամբողջ պատկերը։ Նա սկսեց հեռանալ մարդկանցից, ում նա տարիներ շարունակ համարել էր իր դաշնակիցներ։ Նա սկսեց մերձենալ մարդկանց, ում նա նախկինում պահպանել էր հեռավորության վրա։ Նա սկսեց փոխել իր դիրքորոշումները հարցերի շուրջ, որոնց նա տարիներ շարունակ պաշտպանել էր հետևողականորեն։ Այս ամենը ստեղծեց շփոթություն նրա շուրջը եղող մարդկանց մեջ, ովքեր չէին հասկանում, թե ինչու է նա վարվում այդպես։ Նա փորձում էր գտնել նոր դաշնակիցներ, նոր աջակցություն, նոր հենարան, բացատրում է խորհրդականը։ Բայց խնդիրն այն էր, որ քաղաքական լանդշաֆտը փոխվում էր այնքան արագ, որ նա չէր հասցնում հարմարվել։ Ամեն անգամ, երբ նա կարծում էր, որ գտել է նոր դիրք, որտեղ կարող է կանգնել, այդ դիրքը սկսում էր սողալ նրա ոտքերի տակ։ Մենք տեսնում էինք, թե ինչպես է նա պայքարում, թե ինչպես է նա փորձում պահպանել իր ազդեցությունը, բայց նաև տեսնում էինք, որ այդ պայքարը դառնում էր ավելի ու ավելի դժվար։ Եվ ամենավատը, մենք տեսնում էինք, որ նա ինքը գիտեր դա, բայց չէր ուզում ընդունել։ Մայիսին, երբ Սահակյանը հեռացավ ազգային ժողովի նախագահի պաշտոնից, շատերը մեկնաբանեցին դա որպես նրա կամավոր որոշում։ Բայց խորհրդականը պատմում է այլ պատմություն։ Նա ասում է, որ այդ որոշումը եղավ երկար եւ ցավոտ գործընթացի արդյունք, գործընթացի, որը սկսվել էր ամիսներ առաջ եւ որի ընթացքում Սահակյանը դանդաղորեն հասկացավ, որ նրա ժամանակը անցել է։
Խորհրդականը հիշում է վերջին օրերը, երբ Սահակյանը դեռ պաշտոնում էր, եւ թե ինչպես նա անցկացնում էր ժամերը իր աշխատասենյակում, նայելով փաստաթղթերին, որոնք նա տարիներ շարունակ ստորագրել էր, եւ հիմա պետք է փոխանցեր ուրիշ ձեռքերի։ Վերջին օրը, երբ նա դուրս եկավ իր աշխատասենյակից որպես նախագահ, նա կանգ առավ դռան մոտ եւ նայեց հետ, հիշում է խորհրդականը։ Նա չասաց ոչինչ, պարզապես կանգնեց այնտեղ մի քանի վայրկյան, նայելով սենյակին, որտեղ նա անցկացրել էր այնքան ժամանակ, կայացրել էր այնքան որոշումներ, տեսել էր այնքան մարդկանց գալիս եւ գնալիս։ Ապա նա շրջվեց եւ քայլեց դեպի դուրս, առանց նայելու հետ։ Մենք, ովքեր կանգնած էինք միջանցքում, տեսանք նրա դեմքը, երբ նա անցնում էր մեր կողքով։ Դա դեմք էր, որը ցույց էր տալիս ոչ թե թեթևացում, այլ ինչ-որ այլ բան։ Թերևս հիասթափություն, թերևս հոգնածություն, թերևս պարզապես ընդունում այն փաստի, որ ամեն ինչ ունի իր վերջը։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ Խորհրդականը պատմում է, որ նույնիսկ հեռանալուց հետո Սահակյանը շարունակեց լինել ակտիվ հանրապետական կուսակցության մեջ, շարունակեց հանդիպել մարդկանց, շարունակեց փորձել ազդել քաղաքական գործընթացների վրա։ Բայց նրանք, ովքեր տեսնում էին նրան այդ ժամանակ, ասում են, որ նա այլևս նույն մարդը չէր։ Նա դարձել էր ավելի լուռ, ավելի մտածված, ավելի հեռավոր։ Կարծես նա ապրում էր երկու աշխարհում միաժամանակ, մեկում, որտեղ նա դեռ փորձում էր խաղալ դեր, եւ մյուսում, որտեղ նա արդեն հասկացել էր, որ խաղը վերջացել է։ Ես տեսա նրան վերջին անգամ 2019 թվականի աշնանը, ասում է խորհրդականը։ Մենք պատահաբար հանդիպեցինք փողոցում։ Նա քայլում էր միայնակ, առանց թիկնապահների, առանց ուղեկցորդների։ Պարզապես մի մարդ, ով քայլում էր քաղաքով։ Ես մոտեցա նրան, ողջունեցի։ Նա ճանաչեց ինձ, ժպտաց, բայց այդ ժպիտը չհասավ նրա աչքերին։ Մենք խոսեցինք մի քանի րոպե, հիմնականում ընդհանուր թեմաների մասին, բայց երբ ես պատրաստվում էի հեռանալ, նա ասաց ինձ մի բան, որը ես երբեք չեմ մոռանա։ Նա ասաց. «Գիտես, ամենադժվար բանը չէ կորցնել իշխանությունը։ Ամենադժվար բանը հասկանալ, որ այն իշխանությունը, որը դու կարծում էիր, որ ունես, երբեք իրականում քոնը չէր եղել»։ Ինչ նկատի ուներ նա այդ խոսքերով։ Արդյոք նա խոսում էր իր անձնական փորձի մասին, թե ավելի լայն ճշմարտության մասին քաղաքականության բնույթի վերաբերյալ։ Խորհրդականը ասում է, որ նա երկար մտածել է այդ խոսքերի մասին եւ հասել է եզրակացության, որ Սահակյանը խոսում էր երկուսի մասին էլ։ Նա խոսում էր այն մասին, թե ինչպես է իշխանությունը միշտ ժամանակավոր, միշտ պայմանական, միշտ կախված այլ ուժերից, որոնք ավելի մեծ են, քան ցանկացած անհատական մարդ։ Եվ նա խոսում էր այն մասին, թե ինչպես է նա ինքը հասկացել այդ ճշմարտությունը չափազանց ուշ, երբ արդեն ոչինչ չէր կարող փոխել։ 2022 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Գալուստ Սահակյանը հեռացավ այս աշխարհից, շատերը հիշեցին նրան որպես քաղաքական գործիչ, ով տասնամյակներ շարունակ եղել էր Հայաստանի քաղաքական կյանքի կենտրոնում։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան ավելի մոտիկից, ովքեր տեսել էին նրան առանց պաշտոնական դիմակի, ովքեր լսել էին նրա խոսքերը, երբ նա կարծում էր, որ ոչ ոք չի լսում, նրանք հիշում են այլ մարդու, ով պայքարել է իր սեփական կասկածների հետ, ով փնտրել է իր տեղը աշխարհում, որը շարունակաբար փոխվում էր նրա շուրջը, ով փորձել է պահպանել իր ազդեցությունը աշխարհում, որտեղ ազդեցությունը դառնում է ավելի ու ավելի անկայուն։ Խորհրդականը ավարտում է իր պատմությունը այսպես. Մարդիկ հաճախ դատում են քաղաքական գործիչներին հիմնվելով միայն նրանց հանրային գործողությունների վրա։ Բայց ես տեսել եմ, թե ինչ է տեղի ունենում փակ դռների հետևում։ Տեսել եմ այն պայքարը, որը տեղի է ունենում ներսում, երբ դու փորձում ես հավասարակշռել քո սեփական համոզմունքները, քո պարտականությունները, քո ամբիցիաները եւ քո վախերը։ Գալուստ Սահակյանը մարդ էր, ով ապրեց այդ պայքարը ամեն օր, եւ ես կարծում եմ, որ դա ավելի կարեւոր է հասկանալ, քան պարզապես նայել նրա պաշտոնական կենսագրությանը։ Արդյոք մենք երբևէ կիմանանք ամբողջ ճշմարտությունը այն մասին, թե ինչ էր տեղի ունենում Սահակյանի կյանքի վերջին տարիներին։ Արդյոք կան դեռ մարդիկ, ովքեր պահպանում են գաղտնիքներ, որոնք կարող են լույս սփռել այն իրադարձությունների վրա, որոնք տեղի ունեցան փակ դռների հետևում։ Արդյոք կան փաստաթղթեր, որոնք դեռ չեն հրապարակվել, զրույցներ, որոնք դեռ չեն ձայնագրվել, որոշումներ, որոնց պատճառները դեռ չեն բացատրվել։ Եվ ամենակարևորը, արդյոք մենք պատրաստ ենք լսել այդ ճշմարտությունը, երբ այն վերջապես հրապարակվի, թե կնախընտրենք մնալ մեր հարմարավետ պատկերացումների մեջ այն մասին, թե ով էր այս մարդը եւ ինչ ներկայացնում էր նա։ Գիտեք, երբեմն ամենավատ բանը իշխանության մեջ չէ, որ մարդիկ ատում են քեզ։ Ամենավատ բանը, որ քո սեփական մարդիկ, ում դու կարծում էիր, որ քո ընկերներն են, սկսում են նայել քեզ այլ կերպ։ Եվ դու հասկանում ես, որ երբեք ընկերներ չես ունեցել։ Միայն դաշնակիցներ, ովքեր սպասում են ճիշտ պահին։
Այս խոսքերը, որոնք Սահակյանը ասել էր իր վարորդին տարիներ առաջ, հիմա հնչում են որպես մարգարեություն, որը իրականացավ։ Բայց արդյոք դա մարգարեություն էր, թե պարզապես խորը հասկացողություն քաղաքականության բնույթի մասին, հասկացողություն, որը գալիս է միայն երկար տարիների փորձից եւ դառը դասերից։ Երբ մենք նայում ենք Գալուստ Սահակյանի կյանքին, մենք տեսնում ենք մարդու, ով անցավ երկար ճանապարհ, ուսուցչից մինչև երկրի երրորդ ամենահզոր մարդը։ Բայց եթե մենք նայենք ավելի խորը, եթե մենք լսենք այն մարդկանց, ովքեր տեսել են նրան առանց դիմակի, մենք տեսնում ենք ավելի բարդ պատկեր։ Մենք տեսնում ենք մարդու, ով պայքարել է իր սեփական կասկածների հետ, ով փնտրել է իր տեղը աշխարհում, որը շարունակաբար փոխվում էր, ով փորձել է պահպանել իր արժեքները աշխարհում, որտեղ արժեքները հաճախ զոհաբերվում են հարմարավետության համար։ Եվ թերևս դա է ամենակարևոր դասը, որը մենք կարող ենք սովորել նրա պատմությունից, որ իշխանությունը, անկախ նրանից, թե որքան բարձր ես բարձրանում, միշտ գալիս է գնով, եւ այդ գինը հաճախ ավելի բարձր է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Պատկերացրեցրեք, որ դուք մեկն եք այն 12 մարդկանցից, ովքեր գիտեին ամեն ինչ Սահակյանի մասին, յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր էվակուացիայի պլան, յուրաքանչյուր թաքնված թունել Երևանի տակ։ Հիմա պատկերացրեք, որ պետք է ընտրեք՝ պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 2017 թվականի մայիսի 21-ին այս մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչ ստիպեց նրանց դավաճանել իրենց գերագույն ղեկավարին։ Այս 12 մարդիկ էին կազմում Սահակյանի ներքին շրջանակը, նրա անձնական բժիշկը, նրա անվտանգության ղեկավարը, նրա ֆինանսական խորհրդականը, նրա ընտանեկան իրավաբանը։ Նրանք գիտեին, թե ինչպիսի դեղեր էր նա ընդունում գիշերները, թե որտեղ էր նա թաքցնում իր փաստաթղթերը, թե ինչպիսի վախեր էին նրան արթնացնում 3-ի ժամին։ Բայց 2017 թվականի գարնանը նրանք հասկացան, գիտելիքը դարձել էր նրանց մահապատժի դատավճիռը։ Նրանցից մեկը, նախկին անվտանգության ղեկավարը, որը պահանջել է մնալ անանուն, պատմում է այն մասին, ինչ տեղի ունեցավ այն օրը, երբ նրանք հասկացան, որ Սահակյանի իշխանությունը վերջանում է։ Այդ օրը նա ստացավ զանգ Սահակյանի անձնական բժշկից, ով խնդրեց անհապաղ հանդիպում։ Երբ նրանք հավաքվեցին գաղտնի վայրում, Երևանի կենտրոնում գտնվող հին շենքի ստորգետնյա մակարդակում, բժիշկը բացեց իր պայուսակը եւ հանեց մի փաթեթ փաստաթղթեր։ Դրանք բժշկական եզրակացություններ էին, որոնք երբեք չէին հրապարակվել։ Դեղագրեր, որոնք գրվել էին կեղծ անուններով, եւ ամենակարևորը, ցուցակ այն մարդկանց, ովքեր գիտեին Սահակյանի իրական առողջական վիճակի մասին։ Անվտանգության ղեկավարը հիշում է, թե ինչպես իր արյունը սառեց, երբ տեսավ իր անունը այդ ցուցակում։ Բժիշկը ասաց մեզ, որ Սահակյանը տարիներ շարունակ թաքցրել է լուրջ հիվանդություն, շարունակում է անվտանգության ղեկավարը, ձայնը դեռ դողում է հիշողությունից։ Նա ցույց տվեց մեզ փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ Սահակյանի մտավոր կարողությունները վերջին 2 տարիներին զգալիորեն նվազել էին։ Նա ընդունում էր դեղեր, որոնք պահպանում էին նրա արտաքին տեսքը, բայց ներսից նա արդեն այլ մարդ էր։ Բժիշկը մեզ ասաց, որ եթե այս տեղեկությունը հրապարակվի, մենք բոլորս կդառնանք թիրախ։ Ոչ թե Սահակյանի կողմից, այլ նրանց կողմից, ովքեր ուզում էին, որ այս գաղտնիքը մնա թաքնված։ Մենք հասկացանք, որ մեր կյանքը վտանգի մեջ է, եթե մենք շարունակենք լռել, բայց նաև վտանգի մեջ է, եթե մենք խոսենք։ Ո՞վ էին այդ մարդիկ, ովքեր ուզում էին, որ Սահակյանի իրական վիճակը մնա գաղտնի։ Ինչու էր այդքան կարևոր նրանց համար, որ ժողովուրդը չիմանա ճշմարտությունը։ Անվտանգության ղեկավարը բացատրում է, որ Սահակյանի շուրջը ձևավորվել էր ամբողջ համակարգ, որը կախված էր նրա իշխանությունից։ Մարդ, ովքեր օգտվում էին նրա ազդեցությունից, ովքեր կառուցել էին իրենց կարիերան նրա աջակցության վրա, ովքեր ունեին ֆինանսական շահեր, որոնք կապված էին նրա դիրքի հետ։ Այս մարդիկ չէին ուզում, որ Սահակյանի թուլությունը հայտնի դառնա, որովհետև դա նշանակում էր նրանց սեփական իշխանության վերջը։ Նրանք պատրաստ էին ամեն ինչ անել պահպանելու այդ գաղտնիքը, նույնիսկ եթե դա նշանակում էր վտանգի մեջ դնել նրանց, ովքեր գիտեին ճշմարտությունը։ Մենք հասկացանք, որ մեր ընտրությունը պարզ է, շարունակում է անվտանգության ղեկավարը։ Կամ մենք շարունակում ենք լռել եւ ռիսկ ենք անում, որ մեզ լռեցնեն ընդմիշտ, կամ մենք գտնում ենք ճանապարհ պաշտպանելու մեզ։ Բժիշկը ասաց, որ նա արդեն կապ է հաստատել մարդկանց հետ, ովքեր կարող են օգնել մեզ, բայց միայն այն դեպքում, եթե մենք տրամադրենք տեղեկություններ Սահակյանի իրական վիճակի մասին։ Դա էր պահը, երբ մենք հասկացանք, որ մեր հավատարմությունը Սահակյանի նկատմամբ դարձել է մեր սեփական մահապատժի դատավճիռը։ Մենք ստիպված էինք ընտրել մեր սեփական գոյության եւ նրա գաղտնիքների պահպանման միջև։ Այդ գաղտնի հանդիպումից հետո 12 մարդիկ սկսեցին պլանավորել, թե ինչպես պաշտպանել իրենց։ Նրանք գիտեին, որ Սահակյանի իշխանությունը թուլանում է, բայց նաև գիտեին, որ նրա շուրջը եղող մարդիկ չեն ուզում թողնել, որ այդ ճշմարտությունը հրապարակվի։
Անվտանգության ղեկավարը պատմում է, թե ինչպես նրանք սկսեցին գաղտնի կերպով փոխանցել տեղեկություններ այն մարդկանց, ովքեր կարող էին օգտագործել դրանք Սահակյանի դեմ։ Դա չէր նշանակում, որ նրանք ուզում էին վնասել նրան անձամբ, այլ որ նրանք ուզում էին ապահովել, որ ճշմարտությունը հրապարակվի, նախքան ուշ լինելը։ Մենք գիտեինք, որ եթե Սահակյանի իրական վիճակը հրապարակվի, դա կփրկի ոչ միայն մեզ, այլև երկիրը, բացատրում է անվտանգության ղեկավարը։ Մարդ, ով չի կարող կայացնել տրամաբանական որոշումներ, Չպետք է լինի իշխանության դիրքում։ Բայց նրա շուրջը եղող մարդիկ օգտագործում էին նրա անունը իրենց սեփական նպատակների համար։ Նրանք ստորագրում էին փաստաթղթեր նրա անունից, կայացնում էին որոշումներ, որոնց մասին նա գուցե չգիտեր։ Մենք տեսանք, թե ինչպես է երկիրը կառավարվում մարդկանց կողմից, ովքեր չունեն իրավական լիազորություն, բայց օգտագործում են հիվանդ մարդու անունը։ Դա էր պահը, երբ մենք հասկացանք, որ մեր լռությունը դարձել է մեղսակցություն։ 2017 թվականի ապրիլին իրավիճակը հասավ գագաթնակետի։ Անվտանգության ղեկավարը հիշում է այն գիշերը, երբ նա ստացավ զանգ Սահակյանի անձնական օգնականից, ով ասաց, որ նրանց բոլորի անուններն են ներառված մի ցուցակում, որը պետք է փոխանցվի համապատասխան մարմիններին։ Այդ ցուցակը պարունակում էր նրանց բոլորի անունները, 12 մարդիկ, ովքեր գիտեին Սահակյանի գաղտնիքները։ Օգնականը ասաց, որ նրանց մեղադրելու են պետական գաղտնիքների բացահայտման մեջ եւ որ նրանք ունեն միայն մի քանի ժամ որոշելու իրենց ճակատագիրը։ Այդ պահին 12 մարդիկ հասկացան, որ նրանց ընտրությունը կատարվել է նրանց փոխարեն։ Մենք հավաքվեցինք վերջին անգամ այդ գիշերը, հիշում է անվտանգության ղեկավարը։ Մենք բոլորս գիտեինք, որ դա վերջն է։ Կամ մենք կպայքարենք մեր կյանքի համար, կամ մենք կընդունենք մեր ճակատագիրը։ Բժիշկը բերեց վերջին փաստաթղթերը, Սահակյանի բժշկական քարտը, որտեղ գրված էր ամբողջ ճշմարտությունը նրա վիճակի մասին։ Ֆինանսական խորհրդականը բերեց տվյալներ այն մասին, թե ինչպես էր Սահակյանի անունը օգտագործվում ֆինանսական գործարքներում, որոնց մասին նա չգիտեր։ Իրավաբանը բերեց ապացույցություններ այն մասին, թե ինչպես էին ստորագրվում փաստաթղթեր նրա անունից, երբ նա ֆիզիկապես չէր կարող դա անել։ Մենք հասկացանք, որ մեր ձեռքում է ամբողջ ճշմարտությունը, բայց նաև հասկացանք, որ այդ ճշմարտությունը մեր մահապատժի դատավճիռն է։ Այդ գիշերը նրանք կատարեցին որոշում, որը փոխեց ամեն ինչ։ Նրանք որոշեցին փոխանցել բոլոր տեղեկությունները այն մարդկանց, ովքեր կարող էին օգտագործել դրանք Սահակյանի իշխանությունը վերջացնելու համար։ Դա չէր նշանակում, որ նրանք ուզում էին վնասել նրան անձամբ, Այլ որ նրանք ուզում էին ապահովել, որ ճշմարտությունը հրապարակվի։ Անվտանգության ղեկավարը ասում է, որ այդ որոշումը եղավ ամենադժվարը նրա կյանքում, բայց նա գիտեր, որ այլ ընտրություն չունի։ Նա կարող էր կամ դավաճանել մարդուն, ում ծառայել էր տարիներ շարունակ, կամ թույլ տալ, որ իր սեփական կյանքը եւ նրա ընտանիքի կյանքը վտանգի մեջ ընկնի։ Մենք գիտեինք, որ մեր գործողությունները կբերեն Սահակյանի քաղաքական կարիերայի վերջը, ասում է անվտանգության ղեկավարը։ Բայց մենք նաև գիտեինք, որ եթե մենք չաչանենք դա, ապա երկիրը կշարունակի կառավարվել մարդկանց կողմից, ովքեր չունեն իրավական լիազորություն։ Մենք տեսանք, թե ինչպես է Սահակյանի անունը օգտագործվում որոշումների համար, որոնք նա երբեք չէր կայացրել, թե ինչպես են նրա ստորագրությունը կեղծում փաստաթղթերի վրա, որոնք նա երբեք չէր տեսել։ Մենք հասկացանք, որ մեր լռությունը նշանակում է մեղսակցություն այդ ամենին, եւ մենք որոշեցինք, որ չենք կարող ավելի երկար լռել։ Մայիսի 21-ին, երբ Սահակյանը հեռացավ ազգային ժողովի նախագահի պաշտոնից, 12 մարդիկ հասկացան, որ նրանց գործողությունները հասել էին իրենց նպատակին։ Բայց նրանք նաև հասկացան, որ նրանց կյանքը երբեք այլևս նույնը չի լինի։ Անվտանգության ղեկավարը ասում է, որ նա տարիներ շարունակ ապրել է վախի մեջ, վախենալով, որ ինչ-որ մեկը կիմանա նրա դերի մասին Սահակյանի անկման գործում։ Նա փոխել է իր անունը, տեղափոխվել է այլ քաղաք, սկսել է նոր կյանք։ Բայց նա ասում է, որ չի զղջում իր որոշման համար, որովհետև գիտի, որ արեց ճիշտ բանը։ Մենք փրկեցինք երկիրը մարդկանցից, ովքեր օգտագործում էին հիվանդ մարդու անունը իրենց սեփական նպատակների համար, ասում է նա։ Բայց մենք նաև գիտենք, որ մեր գործողությունները ունեցան գին։ Մենք կորցրինք մեր հին կյանքը, մեր հին ինքնությունը, մեր հին կապերը։ Մենք դարձանք մարդիկ, ովքեր ապրում են ստվերների մեջ, ովքեր միշտ նայում են հետ, ովքեր երբեք չեն զգում իրենց ամբողջովին անվտանգ։ Բայց մենք գիտենք, որ եթե մենք չանեինք այն, ինչ արեցինք, ապա ավելի վատ բաներ կարող էին տեղի ունենալ։ Եվ դա բավական է մեզ համար, գիշերները հանգիստ քնելու համար։ Բայց արդյոք դա իսկապես վերջն էր։ Արդյոք Սահակյանի պատմությունը իսկապես ավարտվեց այդ մայիսյան օրը, երբ նա հեռացավ իր պաշտոնից։ Անվտանգության ղեկավարը ասում է, որ նա հետագայում լսել է լուրեր այն մասին, որ Սահակյանը շարունակել է փորձել վերադառնալ քաղաքականություն, շարունակել է փորձել գտնել ճանապարհներ, վերականգնելու իր ազդեցությունը։ Բայց նա նաև ասում է, որ այդ փորձերը եղել են անհաջող, որովհետև շատ մարդիկ արդեն գիտեին ճշմարտությունը նրա վիճակի մասին։ Գաղտնիքը, որը 12 մարդիկ պահել էին այնքան երկար, վերջապես դուրս էր եկել, եւ այն փոխել էր ամեն ինչ։
Երբ Սահակյանը մահացավ 2022 թվականի դեկտեմբերին, 12 մարդիկ զգացին ինչ-որ տեսակի թեթևացում։ Ոչ թե որովհետև նրանք ուրախ էին նրա մահվան համար, այլ որովհետև նրանք գիտեին, որ վերջապես ազատվել են այն բեռից, որը կրել էին տարիներ շարունակ։ Անվտանգության ղեկավարը ասում է, որ նա գնաց Սահակյանի հուղարկավորությանը, Կանգնեց հեռվից եւ նայեց, թե ինչպես են մարդիկ հրաժեշտ տալիս մարդուն, ում նրանք գիտեին միայն մի մասը։ Նա ասում է, որ այդ պահին զգաց ինչ-որ տեսակի տխրություն, ոչ թե Սահակյանի մահվան համար, այլ այն ամենի համար, ինչ կարող էր լինել, բայց չեղավ։ Մարդիկ հիշում են Սահակյանին որպես քաղաքական գործիչ, բայց մենք, ովքեր գիտեինք ճշմարտությունը, հիշում ենք նրան որպես մարդու, ով դարձավ իր սեփական հիվանդության գերի, ասում է անվտանգության ղեկավարը։ Նա չէր ուզում լինել այն, ինչ դարձավ վերջին տարիներին։ Նա չէր ուզում, որ նրա անունը օգտագործվի այնպիսի բաների համար, որոնց նա չէր հավանություն տալիս։ Բայց նա կորցրել էր կարողությունը վերահսկելու իր սեփական ճակատագիրը, եւ մենք, ովքեր գիտեինք դա, ստիպված էինք ընտրել նրա եւ մեր սեփական գոյության միջև։ Մենք ընտրեցինք մեր գոյությունը, բայց մենք երբեք չենք մոռանա այն գինը, որը վճարեցինք այդ ընտրության համար։ Արդյոք այս պատմությունը փոխում է ձեր պատկերացումները Գալուստ Սահակյանի մասին։ Արդյոք դուք կարծում եք, որ 12 մարդիկ արեցին ճիշտ բանը, երբ որոշեցին բացահայտել ճշմարտությունը, թե նրանք դավաճանեցին մարդուն, ով վստահել էր նրանց։ Եվ ամենակարևորը, արդյոք դուք պատրաստ եք լսել ավելի շատ այնպիսի պատմություններ, որոնք կարող են փոխել ձեր պատկերացումները այն մարդկանց մասին, ում դուք կարծում եք, որ ճանաչում եք։ Պատկերացրեք, որ դուք մտնում եք մի սենյակ, որտեղ պահվում են փաստաթղթեր, որոնք երբեք չպետք է տեսներ օրվա լույսը։ Փաստաթղթեր, որոնք պարունակում են գաղտնիքներ, որոնք կարող են քանդել կառավարությունները, ոչնչացնել կարիերաները, փոխել պատմությունը։ 2017 թվականի մայիսի 2-ին, երբ Սահակյանի իշխանությունը արդեն տատանվում էր, նրա մոտակա օղակի մի խումբ մարդիկ մտան հենց այդպիսի սենյակ։ Այն, ինչ նրանք գտան այնտեղ, ցույց տվեց, որ ամբողջ երկիրը տարիներ շարունակ ապրել է ստի մեջ։ Ով էր իսկապես կառավարում Հայաստանը այն տարիներին, երբ Սահակյանը պաշտոնապես ղեկավարում էր ազգային ժողովը։ Ինչ փաստաթղթեր էին ստորագրվում նրա անունից, երբ նա ֆիզիկապես չէր կարող դա անել։ Եվ ամենակարևորը, ով էր այն ստվերային խումբը, որը իրականում կայացնում էր որոշումները։ Նախկին արխիվային աշխատակիցը, որը այդ օրը ներկա էր այդ սենյակում, պատմում է այն մասին, ինչ նրանք գտան։ Նա ասում է, որ երբ նրանք բացեցին առաջին պահարանը, նրանք հասկացան, որ մտել են մի աշխարհ, որը գոյություն ուներ զուգահեռ պաշտոնական իրականության հետ։ Այնտեղ էին փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ Սահակյանի ստորագրությունը կեղծվել է հարյուրավոր անգամ վերջին 2 տարիներին։ Այնտեղ էին ձայնագրություններ նրա զրույցներից, որոնք ցույց էին տալիս, որ նա հաճախ չէր հասկանում, թե ինչի մասին է խոսվում։ Այնտեղ էին բժշկական եզրակացություններ, որոնք ցույց էին տալիս, որ նրա մտավոր կարողությունները զգալիորեն նվազել էին, բայց այդ տեղեկությունը թաքցվել էր ժողովրդից։ Ամենաշոկային բանը, որը մենք գտանք, եղան ցուցակները, ասում է արխիվային աշխատակիցը։ Ցուցակներ այն մարդկանց, ովքեր իրականում կայացնում էին որոշումները Սահակյանի անունից։ Ցուցակներ այն ֆինանսական գործարքների, որոնք կատարվել էին նրա լիազորությամբ, բայց առանց նրա գիտության։ Ցուցակներ այն օրենքների, որոնք ստորագրվել էին նրա անունից, բայց որոնք նա երբեք չէր կարդացել։ Մենք հասկացանք, որ ամբողջ երկիրը տարիներ շարունակ կառավարվել է ստվերային կառավարության կողմից, որը օգտագործում էր Սահակյանի անունը եւ պաշտոնը, բայց գործում էր ամբողջովին անկախ նրանից։ Դա էր պահը, երբ մենք հասկացանք, որ ժողովրդավարությունը Հայաստանում եղել է ամբողջովին կեղծ վերջին տարիներին։ Ով էր այդ ստվերային կառավարությունը։ Արխիվային աշխատակիցը ասում է, որ փաստաթղթերը ցույց էին տալիս մի խումբ մարդկանց, ովքեր չունեին պաշտոնական պաշտոններ, բայց ունեին իրական իշխանություն։ Գործարարներ, ովքեր ֆինանսավորում էին քաղաքական գործունեությունը։ Նախկին պաշտոնյաներ, ովքեր պահպանել էին իրենց կապերը։ Օտարերկրյա ներկայացուցիչներ, ովքեր ունեին շահեր Հայաստանի քաղաքականության մեջ։ Այս մարդիկ հավաքվում էին գաղտնի հանդիպումներում, որոնք չէին արձանագրվում ոչ մի պաշտոնական օրակարգում, եւ կայացնում էին որոշումներ, որոնք ազդում էին ամբողջ երկրի վրա։ Ապա նրանք փոխանցում էին այդ որոշումները Սահակյանի մոտակա օղակին, ով ապահովում էր, որ դրանք իրականացվեն նրա անունից։ Մենք գտանք նաև ապացույցներ այն մասին, թե ինչպես էր այդ համակարգը աշխատում, շարունակում է արխիվային աշխատակիցը։ Կային մանրամասն ցուցումներ այն մասին, թե ինչպես պետք է կեղծել Սահակյանի ստորագրությունը, թե ինչպես պետք է ներկայացնել որոշումները, որpիսի դրանք թվան նրա սեփական գաղափարները։ Կային սցենարներ այն զրույցների համար, որոնք նա պետք է վարեր հանրային տարածքում, բառացի տեքստեր, որոնք նա պետք է արտասաներ։ Կային նույնիսկ ցուցումներ այն մասին, թե ինչպես պետք է վարվել, եթե նա սկսի հարցեր տալ կամ կասկածել։
Ամբողջ համակարգը կառուցված էր այնպես, որ Սահակյանը մնար որպես դեմք, բայց իրական իշխանությունը լիներ այլ մարդկանց ձեռքում։ Բայց ամենավտանգավոր բացահայտումը եղավ այն, ինչ մենք գտանք Սահակյանի անձնական գաղտնիքների մասին։ Արխիվային աշխատակիցը ասում է, որ նրանք գտան փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ Սահակյանի ընտանիքի անդամները նույնպես եղել են այդ համակարգի մասը։ Նրա կինը, նրա որդիները, նրա մոտակա բարեկամները բոլորը գիտեին նրա իրական վիճակի մասին, բայց բոլորը մասնակցում էին ստիպահպանմանը։ Նրանք ստանում էին ֆինանսական օգուտներ այդ համակարգից եւ դրա դիմաց պահպանում էին լռությունը։ Ավելին, նրանք ակտիվորեն օգնում էին պահպանել այդ ստը, ներկայանալով հանրությանը որպես սիրող ընտանիք, որը աջակցում է Սահակյանի քաղաքական գործունեությանը։ Երբ մենք հասկացանք այս ամենի մասշտաբը, մենք զգացինք ինչ-որ տեսակի սարսափ, ասում է արխիվային աշխատակիցը։ Մենք հասկացանք, որ ամբողջ երկիրը տարիներ շարունակ խաբվել է, որ ժողովրդավարությունը եղել է ամբողջովին կեղծ, որ մարդիկ քվեարկել են մարդու համար, ով իրականում չէր կառավարում երկիրը։ Մենք հասկացանք, որ իրացանք, որ իրական իշխանությունը եղել է մի խումբ մարդկանց ձեռքում, ովքեր երբեք չեն ընտրվել, ովքեր երբեք չեն եղել պատասխանատու ժողովրդի առջև, ովքեր գործել են միայն իրենց սեփական շահերի համար։ Եվ մենք հասկացանք, որ այդ ամենը շարունակվելու է, եթե մենք չանենք ինչ-որ բան։ Այդ օրը արխիվային աշխատակիցը եւ նրա գործընկերները կատարեցին որոշում, որը փոխեց ամեն ինչ։ Նրանք որոշեցին պատճենել բոլոր կարևոր փաստաթղթերը եւ փոխանցել դրանք այն մարդկանց, ովքեր կարող էին օգտագործել դրանք ճշմարտությունը բացահայտելու համար։ Դա էր ռիսկային որոշում, որովհետեւ նրանք գիտեին, որ եթե բացահայտվի նրանց դերը, նրանք կդառնան թիրախ։ Բայց նրանք նաեւ գիտեին, որ եթե նրանք չանեն դա, ապա ստը կշարունակվի եւ երկիրը կշարունակի կառավարվել ստվերային ուժերի կողմից։ Մենք աշխատեցինք ամբողջ գիշերը պատճենելու փաստաթղթերը, հիշում է արխիվային աշխատակիցը։ Մենք գիտեինք, որ մեզ մոտ քիչ ժամանակ է, նախքան ինչ-որ մեկը նկատի, որ մենք այնտեղ ենք։ Մենք պատճենեցինք հազարավոր էջ փաստաթղթեր, ֆինանսական գրառումներ, բժշկական եզրակացություններ, գաղտնի հաղորդակցություններ, ցուցակներ անունների եւ հասցեների։ Մեների։ Մենք գիտեինք, որ այդ փաստաթղթերը բավական են ապացուցելու, որ ամբողջ համակարգը եղել է կեղծ։ Բայց մենք նաև գիտեինք, որ այդ փաստաթղթերը մեր մահապատժի դատավճիռն են, եթե սխալ մարդիկ իմանան, որ մենք ունենք դրանք։ Հաջորդ օրը նրանք սկսեցին փոխանցել փաստաթղթերը լրագրողներին, քաղաքական ընդդիմադիրներին, միջազգային կազմակերպություններին։ Արխիվային աշխատակիցը ասում է, որ նա տեսավ, թե ինչպես է ճշմարտությունը դանդաղորեն սկսում տարածվել, թե ինչպես են մարդիկ սկսում հասկանալ, որ նրանք խաբվել են։ Նա տեսավ, թե ինչպես է Սահակյանի շուրջը եղող ստվերային համակարգը սկսում փլուզվել, երբ մարդիկ սկսեցին հարցեր տալ, երբ նրանք սկսեցին պահանջել պատասխաններ։ Եվ նա տեսավ, թե ինչպես է Սահակյանը ինքը դարձել այդ ամենի զոհ, երբ նա հասկացավ, որ նրա անունը օգտագործվել է այնպիսի բաների համար, որոնց նա երբեք չէր հավանություն տալիս։ Երբ Սահակյանը հեռացավ իր պաշտոնից մայիսին, արխիվային աշխատակիցը գիտեր, որ նրանց գործողությունները հասել էին իրենց նպատակին, բայց նա նաև գիտեր, որ պայքարը դեռ ավարտված չէ։ Ստվերային համակարգը, որը օգտագործել էր Սահակյանի անունը, դեռ գոյություն ուներ, եւ այն փորձելու էր գտնել նոր դեմքեր, նոր ճանապարհներ, պահպանելու իր իշխանությունը։ Արխիվային աշխատակիցը ասում է, որ նա շարունակեց հետևել այդ մարդկանց գործունեությանը, շարունակեց հավաքել ապացույցություններ նրանց դեմ, շարունակեց փորձել ապահովել, որ ճշմարտությունը մնա հրապարակային։ Այսօր, տարիներ անց, արխիվային աշխատակիցը ասում է, որ նա չի զղջում իր որոշման համար։ Նա գիտի, որ նրա գործողությունները օգնեցին բացահայտել մի համակարգ, որը վնասում էր ժողովրդավարությանը Հայաստանում։ Նա գիտի, որ նրա գործողությունները օգնեցին ապահովել, որ Սահակյանի իրական վիճակը հայտնի դառնա, եւ որ մարդիկ հասկանան, թե ինչ էր իրականում տեղի ունենում երկրում։ Բայց նա նաև գիտի, որ պայքարը դեռ շարունակվում է, եւ որ նման համակարգերը կարող են կրկին հայտնվել, եթե մարդիկ չլինեն զգոն։ Մենք բացահայտեցինք ճշմարտությունը, բայց ճշմարտությունը բացահայտելը միայն առաջին քայլն է, ասում է նա։ Ավելի կարևորը ապահովել, որ այդպիսի բաներ չկրկնվեն ապագայում։ Ապահովել, որ մարդիկ լինեն տեղեկացված, որ նրանք հարցեր տան, որ նրանք պահանջեն թափանցիկություն իրենց ղեկավարներից, որովհետև եթե մենք չանենք դա, ապա նոր Սահակյաններ կհայտնվեն, նոր ստվերային համակարգեր կստեղծվեն, եւ մենք կրկին կգտնենք մեզ այնպիսի իրավիճակում, որտեղ ժողովրդավարությունը կլինի միայն երեսպատում։ Արդյոք այս բացահայտումները ցփոխում են ձեր պատկերացումները Հայաստանի քաղաքական համակարգի մասին։ Արդյոք դուք կարծում եք, որ նման ստվերային համակարգեր դեռ գոյություն ունեն այսօր։ Եվ ամենակարևորը, ինչ կարող ենք անել մենք, որպես քաղաքացիներ, ապահովելու համար, որ մեր ժողովրդավարությունը լինի իրական, ոչ թե կեղծ։
Պատկերացրեք, որ դուք մի շաբաթ առաջ ստանում եք գաղտնի հաղորդագրություն, որտեղ գրված է. Նա գիտի ամեն ինչ։ Նա պետք է լրացվի մինչև շաբաթ վերջը։ Պատկերացրեք, որ այդ նան դուք եք, եւ ամեն ինչը, ինչ դուք գիտեք, կարող է քանդել ամբողջ քաղաքական համակարգը։ Հենց այդպիսի հաղորդագրություն ստացավ մարդը, ով տարիներ շարունակ եղել էր Սահակյանի ամենամոտ խորհրդականը, մարդը, ով գիտեր նրա բոլոր գաղտնիքները, մարդը, ով տեսել էր, թե ինչպես է իրականում աշխատում իշխանության մեքենան։ 2017 թվականի մայիսի 15-ին այս մարդը հասկացավ, որ նա դարձել է թիրախ, եւ որ նրա միակ փրկությունը առաջ անցնելն է նրանցից, ովքեր ուզում են նրան լռեցնել։ Ով էր այս մարդը, ով գիտեր այնքան շատ, որ դարձել էր վտանգավոր։ Ինչ գաղտնիքներ էր նա պահպանում, որ մարդիկ պատրաստ էին սպանել նրան։ Եվ ամենակարևորը, ինչու որոշեց նա դավաճանել մարդուն, ում ծառայել էր տասնամյակներ շարունակ։ Այս մարդը, որը պահանջել է մնալ ամբողջովին անանուն եւ ում մենք կկոչենք պարզապես խորհրդականը, եղել է Սահակյանի ամենամոտ մարդը վերջին 10 տարիներին։ Նա եղել է այն մարդը, ով գիտեր Սահակյանի ամենաանձնական գաղտնիքները, Ով ներկա էր եղել նրա ամենակարևոր հանդիպումներին, ով լսել էր նրա ամենագաղտնի զրույցները։ Նա եղել է այն մարդը, ով օգնել էր Սահակյանին կառուցել նրա քաղաքական կարիերան, ով պաշտպանել էր նրան նրա թշնամիներից, ով եղել էր նրա աջ ձեռքը բոլոր կարևոր գործերում։ Բայց 2017 թվականի գարնանը խորհրդականը հասկացավ, որ նա գիտի չափազանց շատ, եւ որ այդ գիտելիքը դարձել է նրա մահապատժի դատավճիռը։ Ամեն ինչ սկսվեց այն օրը, երբ ես պատահաբար լսեցի զրույց, որը չպետք է լսեի, ասում է խորհրդականը, ձայնը դեռ լի անհանգստությամբ տարիներ անց։ Սահակյանը խոսում էր հեռախոսով մարդու հետ, ում ես չճանաչում էի, բայց ըստ զրույցի բովանդակության հասկացա, որ դա շատ հզոր մարդ է։ Նրանք խոսում էին այն մասին, թե ինչպես լուծել խնդիրը մարդկանց հետ, ովքեր գիտեն չափազանց շատ։ Նրանք չէին նշում կոնկրետ անուններ, բայց ես հասկացա, որ խոսքը գնում է մարդկանց մասին, ովքեր տեղյակ են Սահակյանի իրական վիճակին եւ այն ստվերային համակարգին, որը օգտագործում է նրա անունը։ Եվ ես հասկացա, Որ ես մեկն եմ այդ մարդկանցից։ խորհրդականը ասում է, որ այդ զրույցից հետո նա սկսեց ավելի ուշադիր լսել Սահակյանի հեռախոսային զրույցները, ավելի ուշադիր նկատել, թե ով է գալիս եւ գնում նրա գրասենյակից, ավելի ուշադիր կարդալ փաստաթղթերը, որոնք անցնում էին նրա սեղանով։ Եվ այն, ինչ նա բացահայտեց, ցնցեց նրան։ Նա տեսավ, որ Սահակյանի շուրջը գործում է ամբողջ ցանց մարդկանց, ովքեր օգտագործում են նրա անունը եւ պաշտոնը իրենց սեփական նպատակների համար։ Նա տեսավ, որ որոշումներ են կայացվում Սահակյանի անունից, բայց առանց նրա մասնակցության։ Նա տեսավ, որ փաստաթղթեր են ստորագրվում նրա անունից, բայց նրա ստորագրությունը կեղծ է։ Ամենավատը, ես տեսա, որ Սահակյանը ինքը գիտի այս ամենի մասին, բայց ոչինչ չի կարող անել, շարունակում է խորհրդականը։ Նա գիտի, որ նրա անունը օգտագործվում է, բայց նա չունի ուժ դրան դիմակայելու։ Նա գիտի, որ նրա շուրջը մարդիկ են, ովքեր չեն հարգում նրան, բայց նա կախված է նրանցից։ Նա գիտի, որ նրա ընտանիքը նույնպես մասնակցում է այս ամենին, բայց նա չի կարող դրան դեմ գալ։ Ես տեսա մարդու, ով դարձել է իր սեփական իշխանության գերի, ով չի կարող ազատվել այն մարդկանցից, ովքեր օգտագործում են նրան։ Եվ ես հասկացա, որ եթե ես շարունակեմ լռել, ապա ես դառնում եմ այդ ամենի մեղսակից։ Բայց խորհրդականը նաև հասկացավ, որ խոսելը նշանակում է մահ։ Նա գիտեր չափազանց շատ այն մարդկանց մասին, ովքեր իրականում կառավարում էին երկիրը Սահակյանի անունից։ Նա գիտեր նրանց անունները, նրանց հասցեները, նրանց ֆինանսական շահերը, նրանց միջազգային կապերը։ Նա գիտեր, թե ինչպես էր աշխատում ամբողջ համակարգը, թե ինչպես էին փողերը հոսում, թե ինչպես էին որոշումները կայացվում։ Եվ նա գիտեր, որ այդ մարդիկ չեն թույլ տա, որ այդ տեղեկությունը հրապարակվի։ Ես սկսեցի ստանալ զանգեր գիշերվա մեջ, ասում է խորհրդականը։ Մարդիկ, ովքեր չէին ներկայանում, բայց ասում էին, որ նրանք գիտեն, թե ինչ եմ ես գիտում։ Նրանք ասում էին ինձ, որ ես պետք է լռեմ, որ ես պետք է մոռանամ այն, ինչ տեսել եմ, որ ես պետք է շարունակեմ աշխատել, կարծես ոչինչ չի տեղի ունեցել։ Բայց նրանք նաև ասում էին, որ եթե ես չլռեմ, Ապա վատ բաներ կարող են տեղի ունենալ ինձ եւ իմ ընտանիքի հետ։ Ես հասկացա, որ ես ընկել եմ թակարդի մեջ։ Եթե ես լռեմ, ապա ես դառնում եմ մեղսակից այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Բայց եթե ես խոսեմ, ապա ես վտանգի մեջ եմ դնում ինձ եւ իմ սիրելիներին։ Մայիսի 15-ին խորհրդականը ստացավ այն հաղորդագրությունը, որը փոխեց ամեն ինչ։ Դա կարճ տեքստային հաղորդագրություն էր անհայտ համարից։ Նա գիտի ամեն ինչ։ Նա պետք է լրացվի մինչև շաբաթ վերջը։ Խորհրդականը անմիջապես հասկացավ, որ նան ինքն է եւ որ նրա ժամանակը սպառվում է։ Նա գիտեր, որ նրա մոտ միայն մի քանի օր է որոշելու իր ճակատագիրը։
Կամ նա կսպասի, որ նրան լռեցնեն, կամ նա կանցնի առաջ եւ կխոսի առաջին։ Այդ գիշերը ես չքնեցի, հիշում է խորհրդականը։ Ես նստած էի իմ տանը եւ մտածում, թե ինչ անեմ։ Ես գիտեի, որ եթե ես խոսեմ, ապա ես դավաճանում եմ մարդուն, ով վստահել է ինձ տասնամյակներ շարունակ։ Բայց ես նաեւ գիտեի, որ եթե ես չխոսեմ, ապա ես թույլ եմ տալիս, որ ամբողջ երկիրը շարունակի խաբվել։ Ես մտածեցի իմ երեխաների մասին, իմ կնոջ մասին, իմ ծնողների մասին։ Ես մտածեցի այն մասին, թե ինչպիսի աշխարհ եմ ես թողնելու նրանց։ Եվ ես հասկացա, որ ես չեմ կարող ապրել այն գիտակցությամբ, որ ես լռել եմ, երբ պետք էր խոսել։ Հաջորդ օրը խորհրդականը կատարեց որոշում, որը փոխեց նրա կյանքը ընդմիշտ։ Նա կապ հաստատեց լրագրողների հետ, ում նա վստահում էր, եւ սկսեց փոխանցել նրանց տեղեկություններ Սահակյանի իրական վիճակի եւ նրա շուրջը գործող ստվերային համակարգի մասին։ Նա տվեց նրանց անուններ, հասցեներ, ֆինանսական տվյալներ, ձայնագրություններ, փաստաթղթեր։ Նա տվեց նրանց ամեն ինչ, ինչ գիտեր, գիտակցելով, որ դա նշանակում է նրա հին կյանքի վերջը։ Ես գիտեի, որ երբ այդ տեղեկությունը հրապարակվի, ես դառնալու եմ թիրախ, ասում է խորհրդականը։ Բայց ես նաև գիտեի, որ եթե ես չանեմ դա, ապա ես երբեք չեմ կարողանա նայել հայելու մեջ։ Ես տվեցի լրագրողներին ամեն ինչ, ինչ գիտեի, եւ ապա սկսեցի պատրաստվել այն բանին, ինչ գալու էր։ Ես գիտեի, որ նրանք կփորձեն գտնել ինձ, կփորձեն լռեցնել ինձ, կփորձեն վնասել ինձ եւ իմ ընտանիքին։ Բայց ես նաև գիտեի, որ ճշմարտությունը արդեն դուրս է եւ որ նրանք չեն կարող այն կանգնեցնել։ Երբ տեղեկությունը սկսեց հրապարակվել, խորհրդականը տեսավ, թե ինչպես է Սահակյանի աշխարհը սկսում փլուզվել։ Նա տեսավ, թե ինչպես են մարդիկ սկսում հարցեր տալ, թե ինչպես են նրա դաշնակիցները սկսում հեռանալ նրանից, թե ինչպես է ստվերային համակարգը սկսում խուճապի մատնվել։ Բայց նա նաև տեսավ, թե ինչպես են նրանք փորձում գտնել նրան, թե ինչպես են նրանք փորձում պարզել, թե ով է արտահոսել տեղեկությունը։ Ես ստիպված էի թաքնվել, ասում է խորհրդականը։ Ես փոխեցի իմ հասցեն, փոխեցի իմ հեռախոսի համարը, փոխեցի իմ ամենօրյա ռեժիմը։ Ես ապրում էի մշտական վախի մեջ, սպասելով, որ նրանք կգտնեն ինձ։ Բայց ես նաև տեսնում էի, թե ինչպես է ճշմարտությունը տարածվում, թե ինչպես են մարդիկ սկսում հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Եվ դա տվեց ինձ ուժ շարունակելու։ Երբ Սահակյանը հեռացավ իր պաշտոնից մայիսի վերջին, խորհրդականը գիտեր, որ նրա գործողությունները հասել էին իրենց նպատակին։ Բայց նա նաև գիտեր, որ նրա կյանքը երբեք այլևս նույնը չի լինի։ Նա դարձել էր մարդ, ով ապրում է ստվերների մեջ, ով միշտ նայում է հետ, ով երբեք չի զգում իրեն ամբողջովին անվտանգ։ Բայց նա ասում է, որ չի զղջում իր որոշման համար, որովհետև գիտի, որ արեց ճիշտ բանը։ Ես փրկեցի ինձ, բայց ավելի կարևորը, ես օգնեցի փրկել երկիրը, ասում է նա։ Ես օգնեցի ապահովել, որ ճշմարտությունը հրապարակվի, որ մարդիկ իմանան, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Ես օգնեցի ապահովել, որ ստվերային համակարգը, որը օգտագործում էր Սահակյանի անունը, չկարողանա շարունակել իր գործունեությունը։ Եվ թեև ես վճարեցի բարձր գին այդ ամենի համար, ես գիտեմ, որ դա արժեր։ Այսօր խորհրդականը ապրում է նոր ինքնությամբ, նոր անունով, նոր կյանքով։ Նա ասում է, որ նա դեռ վախենում է, դեռ նայում է հետ, դեռ զգույշ է իր խոսքերի հետ։ Բայց նա նաև ասում է, որ նա ազատ է զգում իրեն, որովհետև գիտի, որ նա ասաց ճշմարտությունը, երբ դա ամենադժվարն էր։ Ես կորցրեցի իմ հին կյանքը, բայց ես գտա ինչ-որ բան ավելի կարևոր, ասում է նա։ Ես գտա հանգստությունը, որը գալիս է, երբ դու գիտես, որ արեցիր ճիշտ բանը։ Ես գտա ուժը, որը գալիս է, երբ դու կանգնում ես ճշմարտության կողքին, նույնիսկ երբ դա վտանգավոր է։ Եվ ես գտա հույսը, որ ապագայում ավելի շատ մարդիկ կունենան այդ ուժը, երբ նրանց կարիքը լինի։ Արդյոք խորհրդականը արեց ճիշտ բանը, երբ որոշեց դավաճանել մարդուն, ով վստահել էր նրան։ Արդյոք նրա գործողությունները արդարացի են, թե նա պարզապես փրկեց իր սեփական կյանքը։ Եվ ամենակարևորը, ինչ կանեիք դուք, եթե գտնվեիք նման իրավիճակում, որտեղ պետք է ընտրել հավատարմության եւ ճշմարտության միջև։ Առաջին անգամ 35 տարվա ընթացքում այն մարդը, ով պատասխանատու էր Սահակյանի անձնական անվտանգության համար, համաձայնվում է խոսել տեսախցիկների առջև։ Այն, ինչ նա մեզ պատմում է վերջին շաբաթների մասին, կտապալի այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք։ Անձնական զրույցներից Նիկոլայի եւ Էլենայի միջև հուսահատ փախուստի պլաններ, մինչև այն պահը, երբ նրանք հասկացան, որ ամեն ինչ ավարտվել է։ Բացառիկ վկայություն, որը ձեզ կպահի շնչախեղտ։ Այս մարդը տեսել է Սահակյանին այնպիսին, ինչպիսին ոչ ոք երբեք չի տեսել։ Նա լսել է խոսքեր, որոնք երբեք չպետք է հնչեին։ Նա եղել է ներկա այն պահերին, երբ ամենահզոր մարդը երկրում լացել է, երբ նա աղաչել է օգնություն, երբ նա հասկացել է, որ նրա ամբողջ կյանքը եղել է սթ։
Այս մարդը, որին մենք կկոչենք անվտանգության սպա, աշխատել է Սահակյանի մոտ 2012 թվականից մինչև 2017 թվականը։ 5 տարի շարունակ նա եղել է այն մարդը, ով պաշտպանել է Սահակյանին ֆիզիկական վտանգներից, բայց նաև այն մարդը, ով տեսել է նրա ամենախոցելի պահերը։ Նա եղել է այն մարդը, ով կանգնած է եղել դռների մոտ, երբ Սահակյանը խոսել է հեռախոսով այնպիսի ձայնով, որը երբեք չի հնչել հանրային տարածքում։ Նա եղել է այն մարդը, ով տեսել է, թե ինչպես է Սահակյանը դանդաղորեն կորցնում իր մտավոր կարողությունները, բայց ստիպված է եղել լռել այդ մասին։ Եվ նա եղել է այն մարդը, ով վերջապես որոշել է խոսել, որովհետև չի կարող ավելի երկար կրել այն բեռը, որը կրել է տարիներ շարունակ։ Ամեն ինչ սկսվեց 2015 թվականի աշնանը, սկսում է անվտանգության սպան, ձայնը դողում է հիշողությունից։ Ես նկատեցի, որ Սահակյանը սկսեց վարվել տարօրինակ։ Նա սկսեց մոռանալ պարզ բաներ, մարդկանց անուններ, հանդիպումների ժամեր, նույնիսկ այն, թե որտեղ է նա։ Սկզբում ես կարծեցի, որ դա պարզապես հոգնածություն է, բայց հետո ես հասկացա, որ ինչ-որ բան ավելի լուրջ է տեղի ունենում։ Նա սկսեց կրկնել նույն հարցերը մի քանի անգամ, սկսեց պատմել նույն պատմությունները, կարծես մոռանում էր, որ արդեն պատմել է դրանք։ Եվ ամենավատը, նա սկսեց չճանաչել մարդկանց, ում տեսել էր տասնամյակներ շարունակ։ Անվտանգության սպան հիշում է մի դեպք, որը տեղի ունեցավ 2016 թվականի ձմռանը։ Սահակյանը պետք է մասնակցեր կարևոր հանդիպման, որտեղ ներկա էին լինելու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Բայց երբ նրանք մտան սենյակ, Սահակյանը հանկարծ կանգ առավ եւ նայեց շուրջը, կարծես չէր հասկանում, թե որտեղ է։ Անվտանգության սպան տեսավ նրա աչքերում շփոթվածություն, տեսավ, թե ինչպես նա փորձում է հիշել, թե ինչու է այնտեղ։ Հանդիպման կազմակերպիչը մոտեցավ Սահակյանին եւ սկսեց բացատրել օրակարգը, բայց Սահակյանը նայում էր նրան այնպես, կարծես երբեք չէր տեսել այդ մարդուն, թեև նրանք աշխատել էին միասին տարիներ շարունակ։ Ես տեսա, թե ինչպես նրա մոտակա օղակի մարդիկ փորձում էին ծածկել իրավիճակը, շարունակում է անվտանգության սպան։ Նրանք արագ միջամտեցին, ասացին, որ Սահակյանը հիվանդ է զգում եւ պետք է հանգստանա։ Նրանք տարան նրան դուրս սենյակից, եւ ես լսեցի, թե ինչպես են նրանք փսփսում միմյանց ականջին։ Նրանք ասում էին, որ դա արդեն երրորդ անգամն է այս ամսվա ընթացքում, որ Սահակյանը ցույց է տալիս նման ախտանշաններ։ Նրանք ասում էին, որ պետք է ավելի զգույշ լինել, որ պետք է ավելի լավ պատրաստել նրան հանդիպումների համար, որ պետք է ապահովել, որ նա միշտ ունենա ինչ-որ մեկին կողքին, ով կարող է օգնել նրան, եթե նա կորցնի իր ուղղությունը։ Բայց ամենաշոկայինը եղավ այն, ինչ տեղի ունեցավ 2016 թվականի գարնանը։ Անվտանգության սպան հիշում է այն գիշերը, երբ Սահակյանը զանգահարեց նրան ժամը 3-ին։ Երբ նա հասավ Սահակյանի տուն, նա գտավ նրան նստած իր աշխատասենյակում, լացող, ձեռքերը դողում էին։ Սահակյանը նայեց նրան եւ ասաց. «Ես չեմ հիշում, թե ով եմ ես։ Ես նայում եմ հայելու մեջ եւ չեմ ճանաչում այն մարդուն, ով նայում է ինձ։ Ես փորձում եմ հիշել իմ անցյալը, բայց ամեն ինչ խառնված է։ Ես չգիտեմ, թե ինչ է իրական եւ ինչ է երազ»։ Անվտանգության սպան ասում է, որ այդ պահին նա հասկացավ, որ Սահակյանի վիճակը շատ ավելի լուրջ է, քան նա կարծում էր։ Ես փորձեցի հանգստացնել նրան, ասում է անվտանգության սպան։ Ես ասացի նրան, որ ամեն ինչ լավ է լինելու, որ դա պարզապես հոգնածություն է, որ նա պետք է հանգստանա։ Բայց նա նայեց ինձ այնպիսի հայացքով, որը ես երբեք չեմ մոռանա։ Դա հայացք էր, որը լի էր վախով, շփոթվածությամբ, հուսահատությամբ։ Նա ասաց ինձ. «Դու գիտես, թե ինչ է ամենավատ բանը։ Ոչ թե այն, որ ես կորցնում եմ իմ հիշողությունը, այլ այն, որ ես հասկանում եմ, որ ես կորցնում եմ ինձ, եւ ես ոչինչ չեմ կարող անել դրա դեմ»։ Այդ խոսքերը խորը խոցեցին ինձ, որովհետև ես տեսա մարդու, ով տասնամյակներ շարունակ եղել է իշխանության կենտրոնում, եւ հիմա նա կորցնում էր ամենակարևոր բանը՝ իր ինքնությունը։ Անվտանգության սպան ասում է, որ այդ գիշերից հետո նա սկսեց ավելի ուշադիր հետևել Սահակյանի վարքագծին։ Նա տեսավ, թե ինչպես է Սահակյանը դանդաղորեն կորցնում իր կարողությունները։ Նա տեսավ, թե ինչպես է նա դժվարանում կարդալ փաստաթղթերը, թե ինչպես է նա շփոթվում պարզ հարցերի մեջ, թե ինչպես է նա մոռանում այն, ինչ ասել է մի քանի րոպե առաջ։ Բայց նա նաև տեսավ, թե ինչպես են Սահակյանի մոտակա օղակի մարդիկ փորձում ծածկել այս ամենը, թե ինչպես են նրանք ստեղծում պատրանք, որ atրանք, որ ամեն ինչ նորմալ է, թե ինչպես են նրանք շարունակում օգտագործել Սահակյանի անունը որոշումների համար, որոնք նա այլևս չէր կարող կայացնել։ Ես տեսա, թե ինչպես են նրանք նախապատրաստում նրան հանդիպումների համար։ Շարունակում է անվտանգության սպան։ Նրանք տալիս էին նրան գրված տեքստեր, որոնք նա պետք է արտասաներ։ Նրանք ասում էին նրան, թե ինչ պետք է ասի, երբ նրան հարցեր տան։ Նրանք նույնիսկ ունեին մարդկանց, ովքեր կանգնած էին նրա կողքին հանդիպումների ժամանակ եւ փսփսում էին նրա ականջին, երբ նա մոռանում էր, թե ինչ պետք է ասի։
Ամբողջ համակարգը կառուցված էր այնպես, որ Սահակյանը թվար որպես ֆունկցիոնալ ղեկավար, բայց իրականում նա արդեն չէր կարող ինքնուրույն գործել։ 2017 թվականի ապրիլին իրավիճակը հասավ կրիտիկական կետի։ Անվտանգության սպան հիշում է այն օրը, երբ Սահակյանը ստացավ զանգ, որը ակնհայտորեն շատ անհանգստացրեց նրան։ Նա լսեց զրույցը մի քանի վայրկյան, ապա անջատեց հեռախոսը եւ նստեց լռելիային երկար ժամանակ։ Երբ անվտանգության սպան հարցրեց, թե ամեն ինչ լավ է, Սահակյանը նայեց նրան եւ ասաց. Նրանք ուզում են, որ ես հեռանամ։ Նրանք ասում են, որ ես այլևս օգտակար չեմ նրանց համար։ Նրանք ասում են, որ ես դարձել եմ բեռ։ Անվտանգության սպան տեսավ, թե ինչպես Սահակյանի աչքերը լցվեցին արցունքներով, թե ինչպես նա փորձեց պահպանել իր արժանապատվությունը, բայց չկարողացավ թաքցնել իր ցավը։ Ես հասկացա, որ Սահակյանը գիտեր, որ նրա ժամանակը ավարտվել է, ասում է անվտանգության սպան։ Նա գիտեր, որ նրա մոտակա օղակի մարդիկ արդեն պլանավորում են նրա հեռացումը։ Նա գիտեր, որ նրանք փնտրում են ճանապարհներ, ապահովելու, որ նա հեռանա առանց շատ աղմուկի, առանց շատ հարցերի։ Եվ նա գիտեր, որ նա ոչինչ չի կարող անել դրա դեմ, որովհետև նա այլևս չունի այն ուժը, որը նախկինում ուներ։ Նա դարձել է մարդ, ով կախված է այլոցից, ով չի կարող ինքնուրույն գործել, ով կորցրել է իր ինքնավարությունը։ Մայիսի սկզբին անվտանգության սպան տեսավ, թե ինչպես Սահակյանի շուրջը եղող մարդիկ սկսեցին պատրաստվել նրա հեռացմանը։ Նրանք սկսեցին խոսել այն մասին, թե ինչպես ներկայացնել այդ հեռացումը հանրությանը, թե ինչպես ապահովել, Որ Սահակյանը չխոսի չափազանց շատ, թե ինչպես վերահսկել այն պատմությունը, որը պատմվելու է նրա մասին։ Անվտանգության սպան ասում է, որ նա լսեց զրույցներ, որտեղ նրանք քննարկում էին, թե ինչպես կառավարել Սահակյանին հեռացումից հետո, թե ինչպես ապահովել, որ նա չդառնա խնդիր նրանց համար։ Ես հասկացա, որ նրանք վախենում էին, որ Սահակյանը կարող է խոսել, բացատրում է անվտանգության սպան։ Նրանք վախենում էին, որ նա կարող է բացահայտել այն, ինչ իրականում տեղի էր ունեցել վերջին տարիներին, թե ինչպես էր նրա անունը օգտագործվում, թե ինչպես էին որոշումները կայացվում առանց նրա մասնակցության։ Նրանք վախենում էին, որ նա կարող է դառնալ վտանգ նրանց համար, եթե նա սկսի խոսել։ Եվ ես տեսա, թե ինչպես են նրանք պլանավորում ապահովել, որ նա չխոսի։ Նրանք խոսում էին այն մասին, թե ինչպես պահպանել նրան անվտանգ։ Բայց ես հասկացա, որ իրականում նրանք խոսում էին այն մասին, թե ինչպես մեկուսացնել նրան, ինչպես վերուսացնել ներահսկել նրա շփումները, ինչպես ապահովել, որ նա չկարողանա խոսել ոչ ոքի հետ։ Մայիսի 18-ին, երբ Սահակյանը պաշտոնապես հեռացավ ազգային ժողովի նախագահի պաշտոնից, անվտանգության սպան տեսավ, թե ինչպես նա դուրս եկավ շենքից վերջին անգամ։ Նա հիշում է, թե ինչպես Սահակյանը կանգ առավ դռան մոտ, նայեց հետ մի վայրկյան, ապա շարունակեց քայլել առանց ասելու ոչինչ։ Անվտանգության սպան տեսավ նրա դեմքը, եւ այն, ինչ տեսավ, խորը խոցեց նրան։ Դա դեմք էր, որը ցույց էր տալիս ոչ թե թեթևացում, այլ հուսահատություն։ Դա դեմք էր մարդու, ով հասկացել էր, որ նրա ամբողջ կյանքը եղել է ճանապարհ դեպի այս պահ, եւ այժմ այդ ճանապարհը ավարտվել է։ Ես տեսա, թե ինչպես նա նստեց մեքենայի մեջ եւ փակեց աչքերը, հիշում է անվտանգության սպան։ Նա չլաց, չխոսեց, պարզապես նստեց այնտեղ լռելիային։ Ես չգիտեի, թե ինչ ասել նրան, ուստի պարզապես վարեցի։ Երբ մենք հասանք նրա տուն, նա դուրս եկավ մեքենայից, կանգ առավ մի վայրկյան, ապա նայեց ինձ եւ ասաց. Շնորհակալություն այս բոլոր տարիների համար։ Դու եղար վերջին մարդը, ով իսկապես հոգաց իմ մասին։ Դա վերջին անգամն էր, երբ ես տեսա նրան որպես իմ պաշտոնական պարտականության մաս։ Բայց անվտանգության սպան ասում է, որ նա շարունակեց հետևել Սահակյանի ճակատագրին նույնիսկ հեռանալուց հետո։ Նա լսեց պատմություններ այն մասին, թե ինչպես Սահակյանը փորձում էր վերադառնալ քաղաքական կյանք, թե ինչպես նա փորձում էր գտնել ճանապարհներ վերականգնելու իր ազդեցությունը։ Բայց նա նաև լսեց պատմություններ այն մասին, թե ինչպես Սահակյանի նախկին դաշնակիցները խուսափում էին նրանից, թե ինչպես նրանք մերժում էին նրա զանգերը, թե ինչպես նրանք ձևացնում էին, որ չեն ճանաչում նրան, երբ տեսնում էին նրան փողոցում։ Ես տեսա, թե ինչպես մարդ, ով տասնամյակներ շարունակ եղել է իշխանության կենտրոնում, դարձավ անտեսանելի, ասում է անվտանգության սպան։ Ես տեսա, թե ինչպես նրա անունը դանդաղորեն անհետացավ քաղաքական քննարկումներից, թե ինչպես մարդիկ սկսեցին խոսել նրա մասին անցյալ ժամանակով, կարծես նա արդեն չկա։ Եվ ես տեսա, Թե ինչպես նա ինքը փորձում էր հարմարվել այդ նոր իրականությանը, թե ինչպես նա փորձում էր գտնել իր տեղը աշխարհում, որտեղ նա այլևս չէր այն մարդը, ով եղել էր։ Արդյոք Սահակյանը հասկացավ, թե ինչ էր իրականում տեղի ունեցել նրա հետ։ Արդյոք նա գիտեր, որ նրա անունը օգտագործվել է այնպիսի բաների համար, որոնց նա երբեք չէր հավանություն տա։ Արդյոք նա զղջաց իր ընտրությունների համար, իր որոշումների համար, իր կյանքի ճանապարհի համար։ Անվտանգության սպան ասում է, որ նա երբեք չիմացավ այդ հարցերի պատասխանները,
բայց նա հավատում է, որ Սահակյանը գիտեր ավելի շատ, քան ցույց էր տալիս։ Նա հավատում է, որ Սահակյանը հասկացավ, որ նա դարձել է գործիք այլ մարդկանց ձեռքում, բայց չկարողացավ ազատվել այդ դերից։ Պատկերացրեք, որ դուք գտնում եք ցուցակ, որը գրված է ձեռքով։ Ոչ թե գնումների ցուցակ, այլ մահվան ցուցակ։ 15 անուն գեներալների եւ մոտակա մարդկանց, ովքեր պետք է վերացվեին տոների հետո։ Այս թղթի կտորը բացատրում է ամեն ինչ։ Երբ գեներալները տեսան այդ ցուցակը, նրանք հասկացան, կամ նա, կամ մենք։ Արդյոք նրանց դավաճանությունը եղավ հերոսություն, թե պարզապես հուսահատ պայքար գոյության համար։ 2017 թվականի մայիսի սկզբին, երբ Սահակյանի իշխանությունը արդեն տատանվում էր, նրա անձնական սեֆում գտնվեց փաստաթուղթ, որը փոխեց ամեն ինչ։ Այդ փաստաթուղթը պարունակում էր ցուցակ մարդկանց, ում Սահակյանը համարում էր վտանգավոր իր իշխանության համար։ Բայց ամենաշոկայինը եղավ այն, որ այդ ցուցակում էին հենց այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ եղել էին նրա ամենամոտ դաշնակիցները։ Նախկին խորհրդականը, ով գտավ այդ ցուցակը, պատմում է, թե ինչպես նա պատահաբար բացեց սեֆը, որը սովորաբար միշտ փակ էր։ Այդ օրը Սահակյանը մոռացել էր փակել այն, եւ երբ խորհրդականը մտավ սենյակ վերցնելու մի փաստաթուղթ, նա տեսավ բաց սեֆը։ Հետաքրքրությունից նա նայեց ներս եւ տեսավ մի թղթի կտոր, որի վրա գրված էր անհրաժեշտ միջոցառումներ։ Երբ նա կարդաց այդ փաստաթուղթը, նրա արյունը սառեց։ Այնտեղ էին 15 անուն, եւ յուրաքանչյուր անվան կողքին գրված էր կարճ նշում այն մասին, թե ինչու է այդ մարդը համարվում վտանգավոր եւ ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն նրա նկատմամբ։ Ես չէի կարող հավատալ այն, ինչ կարդում էի, ասում է խորհրդականը։ Այնտեղ էին անուններ մարդկանց, ում ես ճանաչում էի տարիներ շարունակ, մարդիկ, ովքեր աշխատել էին Սահակյանի հետ, ովքեր աջակցել էին նրան, ովքեր եղել էին նրա ընկերները։ Բայց այդ ցուցակում նրանք նկարագրվում էին որպես վտանգ, որպես հնարավոր դավաճաններ, որպես անհրաժեշտ վերացնել։ Ես հասկացա, որ Սահակյանը կամ դարձել էր այնքան պարանոիկ, որ տեսնում էր թշնամիներ ամենուր, կամ նա իրականում պլանավորում էր ինչ-որ բան սարսափելի։ Ես արագ լուսանկարեցի այդ փաստաթուղթը եւ դրեցի այն հետ իր տեղը։ Խորհրդականը ասում է, որ նա անմիջապես հասկացավ, որ այդ տեղեկությունը պետք է հասնի այն մարդկանց, ում անուններն էին այդ ցուցակում։ Նա գիտեր, որ եթե նա լռի, ապա այդ մարդիկ կարող են իրականում վտանգի մեջ ընկնել։ Բայց նա նաև գիտեր, որ եթե նա խոսի, ապա նա ինքը կդառնա թիրախ։ Նա անցկացրեց ամբողջ գիշերը մտածելով, թե ինչ անի, եւ վերջապես որոշեց, որ նա չի կարող թույլ տալ, որ այդ մարդիկ չիմանան այն վտանգի մասին, որը սպառնում է նրանց։ Հաջորդ օրը ես գաղտնի հանդիպեցի մեկին այդ ցուցակից, շարունակում է խորհրդականը։ Ես ցույց տվեցի նրան լուսանկարը, եւ ես տեսա, թե ինչպես նրա դեմքը գունատվեց։ Նա չէր կարող հավատալ, որ Սահակյանը, մարդ, ում նա համարում էր իր ընկեր, իրականում պլանավորում էր նրա դեմ ինչ-որ բան։ Նա հարցրեց ինձ, թե արդյոք ես վստահ եմ, որ այդ փաստաթուղթը իսկական է, եւ ես ասացի նրան, որ ես տեսել եմ այն իմ սեփական աչքերով Սահակյանի սեֆում։ Այդ պահից սկսած, այդ մարդը սկսեց տարածել տեղեկությունը մյուսներին, ում անուններն էին ցուցակում։ Երբ այդ 15 մարդիկ իմացան, որ նրանք ցուցակում են, նրանք հասկացան, որ նրանց ժամանակը սպառվում է։ Նրանք հավաքվեցին գաղտնի հանդիպման եւ որոշեցին, որ նրանք պետք է գործեն արագ։ Նրանք հասկացան, որ եթե նրանք սպասեն, ապա Սահակյանը կարող է իրականացնել իր պլանները։ Բայց նրանք նաև հասկացան, որ եթե նրանք գործեն, ապա նրանք դառաճաններ դառնում են դավաճաններ մարդու նկատմամբ, ով տարիներ շարունակ եղել է նրանց ղեկավարը։ Դա էր ամենադժվար որոշումը նրանց կյանքում, բայց նրանք հասկացան, որ այլ ընտրություն չունեն։ Մենք որոշեցինք, որ մենք պետք է ապահովենք, որ Սահակյանը հեռանա իր պաշտոնից, նախքան նա կարողանա իրականացնել իր պլանները, ասում է մեկ այդ 15 մարդկանցից։ Մենք սկսեցինք աշխատել միասին, հավաքելու ապացույցություններ Սահակյանի իրական վիճակի մասին, նրա շուրջը գործող ստվերային համակարգի մասին, նրա պլանների մասին մեր նկատմամբ։ Մենք գիտեինք, որ եթե մենք կարողանանք ապացուցել, որ Սահակյանը այլևս ֆունկցիոնալ ղեկավար չէ, ապա մենք կարող ենք ստիպել նրան հեռանալ առանց ուղղակի բախման։ Եվ մենք գիտեինք, որ դա մեր միակ հույսն է փրկվելու համար։ Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում այդ 15 մարդիկ աշխատեցին գաղտնի, հավաքելու ամեն հնարավոր ապացույցություն Սահակյանի դեմ։ Նրանք հավաքեցին բժշկական եզրակացություններ, ֆինանսական փաստաթղթեր, ձայնագրություններ, վկայություններ։ Նրանք աշխատեցին լրագրողների հետ, քաղաքական ընդդիմադիրների հետ, միջազգային կազմակերպությունների հետ։ Եվ նրանք աշխատեցին միմյանց հետ, ապահովելու, որ նրանցից յուրաքանչյուրը պաշտպանված է, որ եթե մեկը վտանգի մեջ ընկնի, մյուսները կարող են շարունակել պայքարը։ Մենք գիտեինք, որ մենք խաղում ենք վտանգավոր խաղ, շարունակում է այդ մարդը։ Մենք գիտեինք, որ եթե Սահակյանը կամ նրա շուրջը եղող մարդիկ իմանան, թե ինչ ենք մենք անում, ապա մենք կարող ենք իրականում վտանգի մեջ ընկնել։
Բայց մենք նաև գիտեինք, որ եթե մենք չանենք դա, ապա մենք կկորցնենք ամեն ինչ։ Մենք ընտրեցինք պայքարել, որովհետև մենք հասկացանք, որ դա մեր միակ հույսն է։ Մայիսի 18-ին, երբ Սահակյանը հեռացավ իր պաշտոնից, այդ 15 մարդիկ հասկացան, որ նրանց պայքարը հասել է իր նպատակին, բայց նրանք նաև հասկացան, որ նրանց պայքարը դեռ ավարտված չէ։ Նրանք գիտեին, որ Սահակյանի շուրջը եղող ստվերային համակարգը դեռ գոյություն ունի, եւ որ այդ համակարգը կփորձի գտնել նոր ճանապարհներ, պահպանելու իր իշխանությունը։ Նրանք գիտեին, որ նրանք պետք է շարունակեն զգոն լինել, շարունակեն պայքարել, շարունակեն ապահովել, որ ճշմարտությունը մնա հրապարակային։ Մենք փրկեցինք մեզ, բայց մենք նաև փրկեցինք երկիրը, ասում է այդ մարդը։ Մենք ապահովեցինք, որ մարդ, ով այլևս չէր կարող ֆունկցիոնալ ղեկավար լինել, հեռացավ իր պաշտոնից։ Մենք ապահովեցինք, որ ստվերային համակարգը, որը օգտագործում էր նրա անունը, չկարողացավ շարունակել իր գործունեությունը առանց խոչընդոտների։ Եվ մենք ապահովեցինք, որ ճշմարտությունը հրապարակվեց, որպիսի մարդիկ իմանան, թե ինչ էր իրականում տեղի ունեցել։ Բայց արդյոք այդ 15 մարդիկ արեցին ճիշտ բանը։ Արդյոք նրանց գործողությունները, արդողությունները արդարացի են, թե նրանք պարզապես փրկեցին իրենց սեփական կյանքը։ Արդյոք Սահակյանը իսկապես պլանավորում էր ինչ-որ բան նրանց դեմ, թե այդ ցուցակը պարզապես նրա պարանոյայի արդյունք էր։ Եվ ամենակարևորը, ինչ կլիներ, եթե այդ 15 մարդիկ չգործեին, եթե նրանք թույլ տային, որ Սահակյանը շարունակի իր պաշտոնում։ 2022 թվականի դեկտեմբերի 18-ին Գալուստ Սահակյանի ճանապարհը հասավ իր վերջին կետին։ Նա հեռացավ այս աշխարհից Երևանում, քաղաքում, որտեղ նա ծնվել էր 74 տարի առաջ։ Նրա մահվան լուրը տարածվեց արագ, եւ շատերը արտահայտեցին իրենց ցավակցությունները։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան ավելի մոտիկից, ովքեր տեսել էին նրան առանց դիմակի, ովքեր լսել էին նրա խոսքերը, երբ նա կարծում էր, որ ոչ ոք չի լսում, նրանք զգացին ինչ-որ այլ բան։ Ոչ թե պարզապես տխրություն, այլ ինչ-որ տեսակի թեթևացում, զգացում, որ երկար եւ բարդ պատմություն վերջապես ավարտվել է։ Սահակյանի հուղարկավորությանը ներկա էին շատ մարդիկ, քաղաքական գործիչներ, նախկին գործընկերներ, ընտանիքի անդամներ։ Բայց նրանք, ովքեր եղել էին նրա ներքին շրջանակի մաս, ովքեր գիտեին նրա գաղտնիքները, ովքեր տեսել էին նրա իրական դեմքը, նրանք կանգնած էին հեռվից եւ նայում էին լռելիային։ Անվտանգության սպան, ով եղել էր նրա կողքին 5 տարի շարունակ, կանգնած էր մի անկյունում եւ հիշում էր այն բոլոր պահերը, երբ նա տեսել էր Սահակյանին ամենախոցելի վիճակում։ Խորհրդականը, ով գտել էր մահվան ցուցակը, կանգնած էր մեկ այլ անկյունում եւ մտածում էր այն մասին, թե արդյոք նա արեց ճիշտ բանը, երբ բացահայտեց այդ գաղտնիքը։ Հուղարկավորությունից հետո Հայաստանը շարունակեց իր ճանապարհը առանց Սահակյանի։ Քաղաքական լանդշաֆտը շարունակեց փոխվել, նոր դեմքեր հայտնվեցին իշխանության մեջ, հին դեմքերը դանդաղորեն անհետացան։ Բայց այն մարդիկ, ովքեր եղել էին Սահակյանի ներքին շրջանակի մաս, շարունակեցին կրել այն գաղտնիքները, որոնք նրանք գիտեին։ Նրանք շարունակեցին ապրել իրենց նոր կյանքով, բայց նրանք երբեք չմոռացան այն, ինչ տեսել էին, այն, ինչ լսել էին, այն, ինչ իմացել էին։ 12 մարդիկ, ովքեր գիտեին Սահակյանի բոլոր գաղտնիքները, շարունակեցին ապրել իրենց կյանքով, բայց նրանք միշտ հիշում էին այն պահը, երբ նրանք ստիպված էին ընտրել իրենց հավատարմության եւ իրենց գոյության միջև։ 15 մարդիկ, ում անուններն էին մահվան ցուցակում, շարունակեցին իրենց քաղաքական կարիերան, բայց նրանք միշտ հիշում էին այն պահը, երբ նրանք հասկացան, որ նրանց կյանքը վտանգի մեջ էր։ Արխիվային աշխատակիցները, ովքեր բացահայտեցին ստվերային համակարգի գոյությունը, շարունակեցին իրենց աշխատանքը, բայց նրանք միշտ հիշում էին այն պահը, երբ նրանք տեսան ճշմարտությունը, որը թաքնված էր փաստաթղթերի հետևում։ Բայց ամենակարևոր հարցը մնում է անպատասխան. ով էր իսկապես Գալուստ Սահակյանը։ Արդյոք նա էր այն հզոր քաղաքական գործիչը, ում մենք տեսնում էինք հեռուստատեսությունում, թե նա էր այն խոցելի մարդը, ում տեսնում էին նրանք, ովքեր եղել էին նրա կողքին։ Արդյոք նա էր այն մարդը, ով կառավարում էր երկիրը, թե նա էր այն մարդը, ում անունը օգտագործվում էր ուրիշների կողմից։ Արդյոք նա էր այն մարդը, ով պլանավորում էր մահ իր դաշնակիցների համար, թե նա էր այն մարդը, ով պարզապես վախենում էր դավաճանությունից։ Պատասխանները այս հարցերին երբեք չեն լինի ամբողջովին պարզ։ Սահակյանի պատմությունը պատմություն է մարդու մասին, ով ապրեց բարդ ժամանակներում, ով կատարեց բարդ ընտրություններ, ով վճարեց բարձր գին իր իշխանության համար։ Դա պատմություն է մարդու մասին, ով բարձրացավ իշխանության գագաթին, բայց ով նաև կորցրեց ինչ-որ բան կարևոր այդ ճանապարհին։ Դա պատմություն է մարդու մասին, ով եղավ թե հերոս, թե զոհ, կախված նրանից, թե ով է պատմում այդ պատմությունը։ Բայց թերևս ամենակարևոր դասը, որը մենք կարող ենք սովորել Սահակյանի պատմությունից, այն է, որ իշխանությունը միշտ գալիս է գնով։
Գին, որը վճարվում է ոչ միայն այն մարդու կողմից, ով ունի իշխանությունը, այլև այն մարդկանց կողմից, ովքեր շրջապատում են նրան։ Գին, որը վճարվում է ոչ միայն քաղաքական կապիտալով, այլև անձնական կապիտալով, հարաբերություններով, վստահությամբ, ինքնությամբ։ Եվ գին, որը երբեմն այնքան բարձր է, որ երբ վերջապես վճարվում է, մարդը հասկանում է, որ այն, ինչ նա ստացել է, արժե չէր այն, ինչ նա կորցրել է։ Գալուստ Սահակյանի պատմությունը ավարտվեց 2022 թվականի դեկտեմբերին, բայց այն հարցերը, որոնք նա թողեց իր հետևում, շարունակում են մնալ։ Հարցեր այն մասին, թե ինչպես է աշխատում իշխանությունը, թե ինչպես են մարդիկ օգտագործում իշխանությունը, թե ինչպես է իշխանությունը փոխում մարդկանց։ Հարցեր այն մասին, թե ինչպես պետք է մենք գնահատենք մարդկանց, ովքեր եղել են իշխանության մեջ, թե ինչպես պետք է մենք հասկանանք նրանց ընտրությունները, Թե ինչպես պետք է մենք դատենք նրանց գործողությունները։ եւ թերևս ամենակարևոր հարցը. ինչպես կարող ենք մենք ապահովել, որ նման պատմություններ չկրկնվեն ապագայում։ Ինչպես կարող ենք մենք ստեղծել համակարգ, որտեղ իշխանությունը չի դառնում բեռ, որտեղ մարդիկ չեն կորցնում իրենց ինքնությունը իշխանության հետապնդման մեջ, որտեղ ճշմարտությունը չի թաքնվում փակ դռների հետևում։ Սա հարցեր են, որոնց պատասխանները մենք պետք է գտնենք միասին, որպես հասարակություն, որպես ժողովուրդ, որպես երկիր։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Գալուստ Սահակյանը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։